Փնիկ հնտիկ խումբ մգար Ամերիկա, որոն ղեկավարը Լակոտա խումբն է, բادرազմի երկտալեն առաջ կսեր, որ այսօր շատ լավ օր է մերնելու համար, որ փայլում միտք է, ես ալ բիդիսեի, որ այսօր շատ լավ օր է ողջունելու Էլիս Տաջիրյանը և Մերուժան Կարաբեդյանը, շնորհակալություն հայտնելու և շնորհավորելու իրենց հսկայական գործին համար։ Ինչի մասին է այս գործը, Բոլսահայ Քոհարա վաճառիմը մասին, Հովհաննես Թոհմաջանյան, որ դարիներ ճամփորդած է, մոտ 30 երկիր, շփված է բարձրակույն պետական թեմքերու հետ, Եվրոպայի ազնվականության, բաբ և այլն բոլոր ղեկավարներու հետ, և դարիք առաջ վերադարձած է իր սկիզբի դարիներուն, ինչպես որ եթե տեսած եք անվանի շարժաբատկեր մգա, Citizen Kane, թերթ հրադարագողի մգորմի մասին, գսեմ, որ հերստի մասին է, մարդը միլիարադեր և այլն դարիքը արած է և մերնել են առաջ միակ բանը, որ իրեն համար կարևորություն ունի, իր մանկության սահնագն է, որուն հետ ծույնի վրա գսահեր, ադիգա գոչվեր Ռոզբետ։ Հիմա ինչու աս կնշեմ, որով մեջտեղ գել է, որ Հովհաննես Թոհմաջանյանը աշակերտը եղած էր Մխիթար Սեբաստացի, այդ աշակերտներուն մաս կգազմեր առաջին սերունդի աշակերտներուն 6 տարի և կյանքի պերումով վերադարձած էր բոլիս իր խորը գործը շարունակելու համար, հետևաբար ամբողջ կյանքը անցուցած էր քոհավաճառությամբ միջազգային շուկաներու վրա և 70 տարեկանին 1790-ի ադեն գորոշե այդ գործը լքել, վերադառնալ Սուրբ Ղազար, գրոնական հանգամանք ստանալ և գրել իր պատմությունը։ Հաջող մարդոց գենսակությունը այն ինչը չէ, որ աբրած են, այլ այն ինչը, որ աբրած չեն։ Գենսակությունը գրելը հաջող խապուսիկ գործ է։ Բոլորս ալ զուգահեռ կյանքեր ունենք և զուգահեռ կյանքը հաջող այդ կյանքն է, որ չգրցանք ապրիլ։ Հետևաբար հարց կուզեի տնել, թե այս բարոնը իսկապես գուզեր քոհավաճառը լալ կամ խնդիրներու պերումով եղավ և վերջավորության վերադարձավ այդ դեղը ուր գտնվեր իր բուն սիրտը և հոգին։ Ամեն բարակայի ինչու այս գործը կարևոր է։ Այս գործը կարևոր է, որովհետև հազվագյուտ մատենագրական աղբյուրներեն է, հավանաբար ամենակարևորներեն, մի քանի ամենակարևորներեն մեկը, որ անդիպ մնացած է։ Եվ կարևոր է, որովհետև գործ մնե, որ իրականության մեջ ուղեպանություն մնե, այսինքն ճանապարհի ճամփորդության պատմություններ են, ինչ որ անգլերեն բիդիսեին travelogue, բայց միայն այդ չէ, քիրք մնե, որ կարևորություն ունի, լա փոքր մասշտաբի պատմության տեսակետ է, այն ինչ որ micro-history պիտի սվեր, անցի հարաբերություններու, անցերու և այլն, փոքր մասշտաբի։ Եվ կարևորություն ունի նաև համաշխարհային մակարդակի պատմագրության տեսակետ է, այն իմաստով, որ թեմ հանդիման գելենք այդ վաճառականներու միջազգային ցանցերու, կորձելավոջի, հարկի քարերու արժևորության արվեստի, վաճառականության ջարբիգություններու, գիտելիքներու թեմ հանդիման գելենք, հետևաբար բազմագողմանի, բազմերես կարևորություն ունի այս քիրքը։ Հիմա զայն խմբագրելու համար
Էլիզը և Մերուժանը այցելած են մոտ 8 արխիվային ֆոնդեր, բազմաթիվ երգիրների ներս և գրծած են աս հսկայական հադորը մեջտեղ բերել։ Բավարարված չեն Հովհաննես Թովմաջանյանի պատմությունով, այլ քանի որ ուրիշ բան չունեին ընելիք և կյանքը արդեն զզվելի է, հարմար կդածեն 250 հավելված ավելցնել ասոր վրա, ուր գա Թովմաջանյանի նամակագրությունը և բազմաթիվ ուրիշ բաներ։ Այդ ծևով հասած ենք գոգիկ մոտ 770 քիրքիմը երկու սյունագով, այսին իրականության մեջ գգնար 2000 փոքր մասշտաբի քիրք լալ։ Ամեն բարակայի գոտորական կորձմն է, որուն աշխատանքը դեված է մոտ 40 տար, և նույնիսկ եթե քրությունը դեղի չունենար, միան դեսակրությունը, իկոնոգրաֆին գպավեր աս կորձը անփոխարինելի դարձնելու համար։ Մեկ խոսքով բարձ քիրքի հետ չէ մեր կորձը, այլ այնինչի հետ, որ անգլերեն գսեն a labor of love, սիրո կորձի հետ, labor amoris։ Աս սելեն հետո գուզեի, որ Մերուժան Ղարաբեդյանը մի քանի խոսք կսե և անշուշտ Էլիզը գտեսնեմ հոն, եթե ինքն ալ գպապակի գգնա վերջը միանալ։ Գիտեք, երեք նստած մտածում էի, թե որտեղից սկսեմ խոսալ։ Հետո որոշեցի մի տեղ կանգ առնեմ, էլի չնայած շատ տեղ էր կանգ առնելու։ Ուրեմն 90-ականների սկիզբն էր, ինձ ու կնոջս մի օր իր մոտ հրավիրեց Գարեգին առաջին վեհապարը։ Ասելով, որ պաբի հետ պայմանավորվել է Հռոմ Հայաստան ցուցահանդեսը Վատիկանի Սիքստինյան դահլիճում անելու համար եւ ասեց պատրաստ եք արդյոք գնալ Վատիկանի գաղտնի արխիվները աշխատելու, որովհետեւ մինչեւ այսօր հայերը չեն մտել այդ արխիվ։ Համենայնդեպս արդեն մի կես տարուց հետո արդեն այնտեղ էինք, մոտ 3 տարի Վատիկան պրոպագանդա ֆիդե աշխատեցինք։ Գնալուց առաջ, բայց ինչ-որ մեկը ասեց, որ գնացեք սկզբից Սուրբ Ղազար։ Եկանք Սուրբ Ղազար և մի քիչ կյանքի ընթացքն էլ փոխվեց։ Ուրեմն Հայր Սահակ Չեմչեմյանն է։ Սուրբ Ղազարում մեկ ամիս պահեց և ասեց մի հատ ուսումնասիրում եք, այստեղ ինչ կա նոր գնում եք Հռոմ, կույր աչոք մի գնացեք։ Մի 10 օր անցել էր, ինքը տեսավ ինչով ենք հետաքրքրված, ուղեգրություններ, ուխտագնացություններ, հայ-լատին հարաբերություններ և այլն, և մի օր այս ձեռագիրը թևի տակ եկավ մեր սենյակը, աշխատասենյակը։ Ասեց, սա աշխարհիկ բնագիր է, Հովհաննես Թովմաջանյանի ճանապարհորդությունն է։ Մեր վարդապետները հոգևոր գրքերով զբաղված են, ասիկա աշխարհիկ է, քիչ հետաքրքրված են։ Դուք կռնաք տվել ասիկա։ Սա 95 թիվն էր։ Աշխատանքները սկսեցինք դրանից մի քիչ ավելի ուշ, բայց նախապատրաստական մի հատ փուլ անցանք, հասկանալով ինչ անել։ 30 երգիր, պատմություն, աշխարհագրություն, անձեր եւ այլն ընթացք էր։ Անընդհատ մինչև քանի կենտանի էին Հայր Պողոս Անանյանը եւ Հայր Սահակ Չեմչեմյանը, չկա մի հարց, որ իրենց հետ չեմ խորհրդակցել այդ հարցով, որովհետեւ կենտանի դասականներ էին, որ ամեն ինչով օգտակար եղան մեր հետագա հետազոտությունների ժամանակ։ Սա Հովհաննես Թովմաջանյանի ձեռագիրն է եւ շաբլիկը։ Սա այն քաղաքն է, որ ինքը գնաց Պոլսից, Վենետիգը։ 16-17 տարեկան մի տղա, որը որոշեց, որ պիտի աշակերտի Մխիթարի նոր բացված դպրոցում, Սուրբ Ղազար։ Ծնողները մեծ դժվարությամբ կարողացան Մխիթարին համոզել իրեն
իրեն վերցնելու հարցում, որտեղ Մխիթարը սովորաբար խուսափում էր ունևոր ընտանիքի զավակներ վերցնել, հասկանալով, որ հոգևոր ուխտ անելուց հետո դժվար է իրենք ոչ չխախտեն դա, և կյանքը ցույց տվեց, որ Մխիթարը ճիշտ էր, այդ փորձառությունը իր մոտ շատ ճիշտ էր։ Իզմիրից նստեց նավ 1733 թվին, այս տղան և ուղևորվեց Լիվորնո, այնտեղից Վենետիկ, Սուրբ Ղազար Մխիթարին մոտ։ Նավում և հետագա ճանապարհներում ճանապարհորդության ժամանակ իր կողքին էր նշանավոր Ստեփանոս Շահումյանը, Դավիթ Բեգի զորավարը, որը հեռացել էր Սյունիքից և արդեն ուղևորվում էր Իտալիա, ուր արդեն ուներ մի քանի խանութներ ինքը և հոր եղբորորդիները միասին։ Իհարկե Շահումյան ընտանիքը օգտակար եղավ Թովմաջանին, իրենց հետագա, բայց հասավ Վենետիկ։ Գիտեք, այս Լևանտի կղզիները, քաղաքպետությունները, քաղաքները ունեին մի խոշոր խնդիր, համաճարակներից ազատվելու համար բոլոր քաղաքների կողքերը գոյություն ունեն կարանտինային գոտիներ, նշանավոր հայ գրականության մեջ հայտնի նազարետները, ասում են նազարետ, Վենետիկին Լազարետո Վեկիոն էր, հին Սուրբ Ղազարի կողք այսօր մի հատ լքված կղզի է, որտեղ 40 օր կարանտին են մնում։ Ես գրքի բովանդակությունը չեմ պատմում, բայց ես մուտքը ուզում եմ, որ պատկերացնեք։ Երիտասարդ տղա եկել է 40 օր այնտեղ է։ Մխիթարը շատ լավ է վանքից հասկանում, թե այդ տղան 40 օր այնտեղ նստած ինչ պետք է անի։ Սա Մխիթար Սեբաստացու ինքնագիրն է, ինքնագիր նամակներն են ուղղված Հովհաննես Թովմաջանյան պատանուն, որ ժամանակը դիզուր մի ծախսեք, 40 օր այդտեղ ես, մեջ կդել պատ չքնես, վերմագիտ ուշադիր եղի, բայց ամբողջ օրը սկսի հայերենի հոլովների ուսուցումը և ուղարկում է իր քերականության դասագիրքը, դասերը նկարագրելով, Աբբահոր ինքնագիրն է, իր ծրարն է, այն մյուս կողմը ծրարն է, թուղթը ծալվում է և ծրարն է, որ պատկերացնեք։ Ինչպես Ստեփանը նշեց, այս տղան ժառանգությանը տիրանալու համար հայրը մահանալուց հետո վերադարձավ պոլիս, Մխիթարի հետ ունեցավ զրույց, Մխիթարը բացատրեց իրեն, որ եթե դու գնում ես ծնողիդ հուղարկավորությանը, շատ նորմալ է ամեն ինչ, բայց հանկարծ եթե սկսես զբաղվել կդագով, հարստությամբ, բան, հոգևոր ուխտը խախտած կլնես, այլևս վանք չվերադառնաս։ Ու տղան գնաց և խախտեց, այսինքն ինչ-որ կանխագուշակում էր Մխիթարը, տղան գնաց և զբաղվեց հոր ունեցվածքը տեր կանգնելով, հետո հետ վերադարձավ, որոշ ժամանակ հետո Մխիթարը ասեց, որ մուտքդ Սուրբ Ղազար փակ է, գնաց զբաղվի առևտրական ես առևտրով, բայց այլևս հոգևորական չես կարող դառնալ, ուխտը խախտել ես։ Այստեղ մի հոգեբանական, մի հետաքրքիր բան է կատարվում, որ պետք էր ուսումնասիրել։ Երիտասարդ տղա է, 17-20 տարեկան արդեն, ու զգում ես արդեն այդ տղայի հավակնոդությունը։ Մեծ առևտուր մտնելու համար հավակնություններ պետք են։ Այս տղան որոշում է առարգել Մխիթարին։ Եվ ինչ է անում, զրույցը չի ստացվում այլևս, և որոշում է, որ ինքը պիտի գնա Հռոմ և պաբին բողոքի Մխիթարի դեմ։ Ուղևորվում է Հռոմ, լատին մի վարժարանում ամնում, դասա տալիս որոշ ժամանակ և 45 էջանոց տեքստ է, բողոքի տեքստ է գրում Մխիթարի դեմ։ Աներևակայելի մի բան է, մի 40 ոսկի էլ տալիս է դուկատ, որ թարգմանեն իտալերեն, սա պրոպագանդա ֆիդեի արխիվում կդա, կարդինալ Պետրային և կարդինալ Կարաֆային գրած զույգ նամակները 45 էջ իտալերենով բողոք վանքի դեմ։ Ու հույսերներ, որ ինչը պիտի կան, Մխիթարին պիտի պատժեն, որ ինքը ուխտը խախտել է, այս երիտասարդ տղայի գիտակցությունը։
Շատ բնական է, որ Վատիկանի պատասխանը պիտի լիներ մեղմ ասած պրոպագանդայի ակտաներում այսպես է, եթե պատասխանում են ասում են այո կամ ոչ, եթե ոչ մի արձագանք չկա, նշանակում է խաչ քաշեք գործի վրա։ Սա ոչ մի արձագանքի չի արժանանում։ Ու շատ բնական այդպես պիտի լիներ։ Հետո վերադառնում Հռոմից, Մխիթարը հանդիպում է քաղաքում, կղզի չի թողնում եւ ասում է տղա ջան, ավելորդ են այս դեգերումները, դրա մեզ սիրում, օքեյ, գնա, ուզում եք մենք էլ կօգնենք, գնա եւ զբաղվի քո առևտրով, քո սովորած գործով։ Վերադառնում է պոլիս, սկսում է ագնավաճառություն եւ ագնագործություն սովորել, ջևահիջություն, այսպես ասած, թուրքերեն։ Եվ մեծ շուկայում, Գրանդ բազարում Պոլսում բացում է իր կրպագը, սկսում է այդտեղից։ Աշխատում ամուսնանում է, զավակներ, սկսում է շարժվել առևտրական նպատակներով, սկսում է քարերը տանել, ծախել տարբեր տեղեր։ Քարերը ենթադրում են ինչ, ենթադրենք Ադամանդե կամ Ռուբին է, տշարկային մարդիկ չէին առնողները։ Առնողները դրանք ունևոր մարդիկ եւ հայտնի մարդիկ կամ pedagogan գործիչներ։ Շատ ընդունված էր այդ ժամանակ, գիտեք, թագավորները ավելի մոդիկ էին կանգնած ժողովրդին, աստվածներն էլ էին մոդիկ կանգնած ժողովրդին, ասենք կարող էր ելնել գնալ Վեննա Մարիա Թերեզիային Ադամանդ ծախելու, ենթադրենք։ Մարիա Թերեզիայի քանզապետը Մսյո դե Ֆրանչը, որ հայտնի կոլեկցիոներ էր, չգիտեմ ինչ հավանում է իրեն եւ ահռելի ապրանք է տալիս իրեն, որ տանի ծախի եւ շահույթը կիսվեն։ Առաջի գործը եղավ Մարկարդե ագանջողերը վաճառելը Նեապոլի թագուհուն, Մարիա Լուզիա Սաքսոնացուն։ Շատ տպավորիչ են, այստեղ նշեց Ստեփան այս, որ գործառնությունները, առևտրական գործառնությունների մասին ցեզ ասեմ, հայկական որևէ կամ լեզվով ձեռագրերում տվյալներ չկան, դրանք չի գրվում։ Ինչպես է այդ գործարքը կատարվում։ Այսինքն ոնց են օրինակ գինը պայմանավորվում։ Շատ հետաքրքիր։ Հիմա ասենք ագանջողերը տանում թողնում է թագուհու մոտ, ագանջողերը էժան չէր, մոտ 8000 վենետիկյան դուկատ էր, դուկատը 12 գրամ է, ամենաբարձր հարգի, այսինքն մոտ 10 կիլոգրամ ոսկի է։ Թագուհու մասնագետներ ասում են, որ շատ արժի, եւ մեկի նկարագրում է, որ կանչում են պալատ, ինչպես են վիճարկում գինը։ Թագուհին ասում է, ես ասենք 5000 ոսկի ունեմ, ամուսինը թագավոր ասում է 2000 էլ ես եմ ավելացնում, այդ գնով դուր, ասենք 7000-ով։ Գիտեք, շատ դժվար է թագուհու կամ թագավորի մերժել։ Զգում եք նաև տեքստից։ Եվ այդտեղ մի խոհանոց է մեջտեղ գալիս, որը աշխարհաժողովում կա արդեն Ղուգաս Վանանդեցու, երբ որ ասում է սա մարտադիր գին չի, աստվածադիր գին է։ Խնդիրն ինչ է, այսինքն միջազգային գին է, ես չեմ կարող փոփոխել։ Աստվածադիր գին է։ Մարտադիրը, երբ որ ես ասում եմ, ես թագուհուն պատասխանում է, ես կարող եմ ձեզ նվիրել այս ագանջողերը եւ անձնապես տուժվել, դա նորմալ է, բայց ինձանից մի պահանջեք, Մարկարդի համաշխարհային գինը իջացնեմ։ Իմիջայլոց, եթե ուշադիր լինեք, միջնադարյան բոլոր նկարներում կին կանայք, որ կանգնած են նկարվում են, եթե Մարկարդից ագանջողեր են, անպայման կիսադեմով են կանգնած, որ մեկը երևա, մեկը չերևա։ Հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ ճիշտ նման զույգ ագանջողեր, որոնք գերթանկ են, շատ քիչ է պատահում, եւ կրողը աշխատում է ցույց տալ, որ մեկը նման չի մյուսին։ Նեապոլի թագուհու հայտնի բոլոր նկարները, որ կախված է այդ ագանջողերով, համարյա պատկերասրահներում կա, կիսադեմով է։ Մեկը ցույց չի տալիս, պարդադիր ցույց չի տալիս։ 3 Հռոմի պաբերի խաչ էր տարել վաճառելու, ոնց են, մի դեպքում ստացվում է գործարքը, մյուս դեպքում չի ստացվում։ Երուսաղեմ, շատ կենսակ, ինքը համարում է, որ իր հարստությունը հիմնականում կուտակել էր, երբ որ Մեկկա գնացող իսլամ ուխտավորներին, ֆելլաները ճանապարհին թալանեցին, ինքը
գնում է ամբողջ ապրանքը, թալանված ապրանքը, տանում է մեկը եւ վաճառում է տերերին։ Ոչ թանկ, բայց վաճառում է տերերին։ Գործարք է, չգիտեմ։ Նույնը Երուսաղեմի ուխտավորների պարագայում է։ Մի քանի ուխտագնացություն Երուսաղեմ։ Երուսաղեմում հանդիպում է Եթովպիայի թագուհու եղբոր որդուն։ Թագուհի չէր, ավելի ճիշտ ռեգենտ էր, մինչև թագավորը մեծանար։ Սրանք համոզեցին, որ լավ կլինի, որ Եթովպիա գաս, մեր թագուհին քարեր շատ է սիրում։ Ուղևորվեց Եթովպիա։ Թագուհին ոչ միայն քար պարզվեց քար առնելու դրամ չունի, բայց իրեն պահեց Եթովպիա, համարելով, որ կարևոր մարդ է։ Կարևորությունը երևաց առաջերտին, որ ինքը ազգությամբ հայ էր, որովհետև պարզվեց թագուհու նախորդ գանձապետը ևս հայ էր եւ սեբաստացի էր, բայց ամենակարևորը, որ ինքը նոր տեխնոլոգիայի էր տիրապետում, որ նախորդը չուներ։ Եթովպիայում այդ ժամանակ հաշիվը անում էին բակլայի հադիկներով կաշվի վրա։ Թովմաջյանը առաջին մարդն էր, որ հաշվիչը մտցրեց, հաշվիչով սկսեց հաշիվը։ Եվ շատ զարմացած եւ նույնիսկ սովորացրեց տեղի ֆինանսիստներին հաշվիչով ինչպես աշխատեն։ Ու ես եմ սա կոչում նոր տեխնոլոգիայի մուտք Եվրոպա հայ ֆինանսիստի ձեռքով։ Կյանքը տարավ ամենտեղ հետո։ Այնտեղից սաուդիտների մոտ, հետո Հնդկաստան, այս ծայրից մտավ են մյուսուն դուրս եկավ, հանդիպեց ամեն տեսակ մարդու, որ մեզ ծանոթ են, հայտնի են հայ գրականության մեջ, հայ պատմության մեջ, Շահամիր Շահամիրյան, բայց նորից ասում եմ, ամենահետաքրքիրը Խոհանոցն է, որ իր մոտ երևում է, որ ոչ մի հայ գրականության հուշարձանում մենք չենք տեսնում։ Մի օրինակ բերեմ ձեզ, լավ։ Շահամիր Շահամիրյանը տեսնում է իր մադի զմրուխտից մադանին եւ շատ հավանում է։ Ասում է, ուզում եմ վաճառի ինձ։ Վաճառում է 5000 ոսկիով վաճառում է։ Բայց Շահամիրը ասում է թող մադիդ մնա, ես կասեմ երբ կդաս։ Կիրակի օրը պատարակի ժամանակ Շահամիրը ամբողջ համայնքի, Սփյուռքի համայնքի այդ Մադրասի համայնքի ղեկավարների ներկայությամբ ասում է, գիտես, այս մադանից շատ հավանեցի։ Թովմաջյանը ասում է, ես հանեցի ու դրեցի իր մադը, եւ բոլորը մտածեցին, որ նվեր եմ տալի, բայց ասում է դրամը նախապես առած էի։ Գիտեք, այս խոհանոցը շատ հետաքրքիր է մենտալիտետային բաները եւ ինքնություն ցույց տվող։ Այս ամբողջ ծերագիրը Թովմաջյանի կոչվում է, ըստ էության կոչվում է այսօրվա պատմագրության մեջ հայտնի եսային փաստաթղթեր կամ էգո դոկումենտ է, երբ որ մարդը խոսում է իր մասին։ Ինքը խոսում է իր մասին երրորդ դեմքով։ Մենք ոչ հայ գրականությունից, եվրոպական գրականությունից ունենք եւ նույնիսկ հայերի գրած, օրինակ Հովսեփ Էմինը, չէ, Հովսեփ Էմինը իր մասին խոսում է երրորդ դեմքով։ Նույնը Թովմաջյանը իր մասին, Թովմաջյանը գնաց, Թովմաջյանը ասեց, Թակուին ասց պատասխանեց, Թովմաջյանը առարկեց եւ այլն։ Այս երրորդ դեմքով շատ հետաքրքիր ժանր է եւ բացառիկ նմուշ է հայ մեմուարային գրականության մեջ, հուշագրային ժանրի մեջ։ Աշխատանքների ընթացքում արդեն ծնվեց ապագա հրադարագության պատկերը։ Ես սյուժեն չեմ պատմելու, այլ սա ոնց է ծնվում։ Մխիտար, ինքը, մխիտարյան միաբանություն, ինքը, գիտեք, նկարագրելու, ասելու չի ինչ է նշանակում մխիտարին աշակերտ լինել։ Մի քանի տարի անմիջականորեն աշակերտել ամենալուսավոր պայծառ հայ մարդուն, հայ հոգևորական կամ գիտնականին։ Այդ մարդը քրքեր էր այդ օրերին հրադարագում եւ Թովմաջյանը վանքում էր։ Աստվածաշունչ էր տպում, Բարկիր Քայքազյան լեզվին էր պատրաստում եւ այլն։ Որոշեցինք, որ Մխիտարի հետ կպիտի Թովմաջյանին ուղեկցի, ինչպես ուղեկցել է ամբողջ կյանքում իրեն։ Սուրբ Ղազարի բոլոր կաղապար կլիշեները շնորհիվ Աբբահոր Հայ ջանքերի բոլորը նկարեցինք, պատրաստեցինք այնուամենայնիվ վեկտորային ֆայլեր, որոնք բոլորը կիրառվեցին կշկում։ Զարտատարերը, գլխազարդերը, նշանավոր Կառն Աստուծոն, այս բոլորը մեգիկ բան են կարել,
Շնորհիվ Թարումյան Ռուբիկի, Հովանես Կիզողյանի տարիներով աշխատեցին այս պատկերների վրա։ Բայց գլխավոր խնդիրը, որ միշտ բախվում ես, այնուամենայնիվ էգո դոկումենտ է, մարդը խոսում է իր մասին, ճիշտ է ասում։ Ամեն ինչը պիտի ստուգես։ Ահա որ ժամանակ ու էներգիա ու տարածություն պահանջող գործ հայտնվում է Փարիզում, գնում է Լուի 15-ին պիտի քարտ ծախի։ Պրեմիեր մինիստրը Շուեզոլը գալիս է իր կարգով տանում է Վերսալ։ Այդ Վերսալյան նկարագրությունը, որ ինքը անում է, մի ֆանտաստիկ առանձին երևույթ է։ Ընդունելությունը, ամբողջ պալատականների մեջ նստած, քարի վիճարկումը, գնի վիճարկումը շատ բարձր կին է, Ֆրանսիայի թագավորը չի առնում։ Այս բոլորը ճիշտ է թե ոչ, թե հեքիաթ է։ Հա, իհարկե հետո ենք ծանր որոնումներից հետո Լուի 15-ի կաբինետի նյութերում հայտնաբերում է այդ օրվա աուդենցիայի մասին, հայ վաճառականի արկայության մասին եւ Պաղլեղուա թագավորական հրամանը Լուի ստորագրությամբ եւ դուք Շուեզոլ Ջովաննի Թոմաջան նեգոսանտ Արմենիան հայ վաճառական Կոստանդնուպոլսի հայ վաճառականին առանց մաքսի առևտրի իրավունք շնորհել Ֆրանսիայի տարածքում։ Կասկածները փարատվում է։ Լավ, բայց դրանից հետո մի ուրիշ բան է մեջտ։ Անընդհատ ամբողջ էգո դոկումենտը լցված է այսպես մեկնում է Ամստերդամ ուղեկցում էր իրեն Հաբեշ ծառան, որին Եթովպիայից հետը բերել էր եւ մադրասում հայ մգրդեցին Շահամիրյանի հետ, անունը դրեցին Գրիգոր, այս ուրեմն սևամոր տղային։ Եթովպիայում, Ամստերդամում, Հոլանդիայում մնացին երկու իզմիրցի հայ եղբայր վաճառականների տանը, Գարայօղլու եղբայրների։ Սրանք երկու երդասարդ եղբայրներ էին, վաճառականները դարպես դուս որ գնում էին, երդասարդ էին տարիքով, ճանապարհորդում էին առանց ընտանիքների եւ շատ հաճախ գաղթօջախներում իրենք երկրորդ կին էին ձեռք բերում։ Հայրենիքում ունենալով մեկը, զավակներ էլ ունենալով։ Լիքն են այսպիսի փաստեր։ Չգիտեմ Գարայօղլուի եղբայրները ունեցել են թե չէ, բայց ամուսնացած էին երկու ազնվական Հոլանդուի քույրերի հետ։ Թոմաջանը մեկ շաբաթ հետո բորսա գնալ գալուց հետո գալիս է որ ծառան չկա։ Բա ուրա Գրիգորը, բա եղբայրներից մի գիկինը ասում է գիտես երեք քույրս իրեն տարավ քաղաք եւ քանի որ Հոլանդիայում ստրուգի գոյություն Հոլանդիան ազատ երկիր է չկա, իրեն հոլանդական պասպորտ տվեցին եւ ինքը ազատվեց։ Թոմաջանը վշտից մեկ շաբաթ պատմում է ինչ հիվանդություն, ինչ ծանր տարավ եւ հիվանդ պարգեց, որովհետեւ կորցրեց իր ուղեկցին օկնականին նաեւ ծառապարը պայմանական են ասում, ի վերջո օկնականն է, որ իրեն օգնում է։ Սրանք բոլորը, այսինքն որ պատմեցի, բոլորը փաստագրված է։ Արխիվային նյութերով օր-օրի փաստագրված է։ Ինչ է եղել։ Բայց այդ փաստագրումը ժամանակ է ուզում, ահա որ ռեսուրս է ուզում։ Երկրորդ մի հատ էլ բան այդպիսի դրվագ։ Ամստերդամից դուրս է, Հնդկաստանից դուրս է գալիս անգլիական նավով։ Այդ անգլիացի նավապետը դա մի ժամանակ էր, երբ որ շատ թարմ էր Հնդկաստանում Գորգին խանի ղեկավարած շարժման տպավորությունը, այսպես ասեմ, հայերի նկատմամբ հայ-անգլիական հագադրությունը։ Եվ նավապետը Թովմաջանին չնայած լավ է վճարել, որոշում է, որ Թովմաջանի այսօրվա տերմինով ասում կայուտում, գիտեք ոնց է, նավի մեջ իրենք կախվում էին վերևից ցանցկեն անկողիններով։ Մարտիկը որ քնում էին, դե հիմա միայն հնդկական օվկիանոսը 3 ամիս պիտի անցնի։ Նավամատյանները կան, տարբեր տեսակի, Paybook, Ledger Book, Ուդելիկի մատյանը զատ, նավը տոմսակը զատ, սենյակինս մոտ 30 նավամատյան ենք ստուգել,
British Library-ում, Փարիզի, Ֆրանսիայի արխիվներում, Լորեանի, Մարսելի ուդելիքը նախապես ծրագրվում էր։ 3 ամիս միայն հնդկական օվկիանոս ես անցնում։ Պիտի որոշես ինչ ես ուդում, ամբողջ 3 ամիսը տրովում է։ Մենք մի քիչ ընդհանուր ենք պատկերացնում, նստան նավ գնացին։ Եվ նավապետը որոշում է, որ իր առավոտվա թեյի հետ խմելի կաթի համար նավում, որ պահում է կովը պիտի Թովմաջյանի կայոտում լինի։ Թովմաջյանը պատմում է, որ մի ամիս դիմացավ, մյուս ամիսը շատ դժվար էր, եւ ասում է առավոտյան արթնանում է եւ տիրամորը աղաչում է, որ այս մարդը շուտ մեռնի, անգլիացին։ Ասում է, եւ քանի որ տիրամայրը ինձ սիրում էր, մի ամսից իմացանք, որ նավը պիտի խորտակվի, ծագվել է։ Հա։ Ջերմուղը չի օգնում, ջուրը իշքան թափում են չի օգնում, վերջը որոշում են գնալ դիմացը որևէ կղզի, դիմացը Մադագասկարի ցուսից ուրեմն Île de France, Bourbon, նախկին Île de Bourbon կամ Île de France կղզին է, որ ֆրանսիական գեներալ գուբերնատորություն է, բայց այդ ժամանակ էլ անգլո-ֆրանսիական 7-ամյա պատերազմ է, անգլիացին չի ուզում նավը տան այնտեղ, բայց մյուս կողմից խորտակվում են, ստիպված գնում են, իջնում են, ժողովրդին իջացնում են, մինչև նավը վերանորոգեն, որ շարժվի եւ մեկ էլ այդ գեներալ գուբերնատորը, որ հանդիպում է Թովմաջյանին հայերենով, տեսնում է հայ վաճառականի տարազով, ասում է հայես, ասում է, «Օ, բարի ես Գոլման, ձևը ճյուղայի բարբարն է, բարով ես եկել»։ Ասում է հայես, չի ասում է, ես գեներալ գուբերնատոր եմ, ֆրանսիացի եմ, եւ այս պաշտոնից որ կամ հայերին են պաշտական, որոնք Բենգալիայում ծառայեցի իրենց եւ իրենք նշանագել տվեցին։ Փաստ է, պիտի ճշտեք։ Արխիվում պարզում ես երբ նշանագեցին Շուեզոլի հրամանագիրը, ինչ երաշխավորություն կար, Խոջա Պետրոսը Հնդկաստանից ինչ նամակ է ուղարկի, այսինքն այդ ամբողջ գծի վրայի հաբերի վրա վաճառականները տեղադրել էին վստահելի մարդկանց, որտեղ իրենց տրանզիտ առևտուրը այդպես էր անցնում։ Ոչ մի առևտրական չի ճանապարհորդում որևէ տեղ առանց հանձնարարական գրերի։ Recommendation letter-ը, որ ասում եք, սա առանց հանձնարարագրերի ինքը ոչ միտեղ չի գնում։ Եթովպիայից որ դուրս է գալիս, Թակոին հարցնում է, ինչ կարամ անեմ քեզ համար։ Դե ասում է, ինչ պիտի անես։ Չեմ իմանում։ Լսի, ասում է, արի քեզ ես մի հատ բայց ասում է, ինչ հանձնարարական կիմ տամ եւ ում տամ, չգիտեմ։ Արի ավելի լավ է ես քեզ կնքեմ եւ դադարք թուղթ տամ, բլանկը։ Ինչ պետք կգա հետո վրան կգրես։ Այս Եթովպիայի Թակու չգրված հանձնարարական գիժն է, որ ինքը Լուի 15-ին հետո պիտի ցույց տա։ Լուին էլ ծիծաղելով ասում է, բայց ի՞նչ ես անելու այս թուղթը։ Այդ դիալոգի ժամանակ շատ հետաքրքիր զրույց է, բայց նույնը Շահամիրյանի կամ այս Գորգին խանը, ինքը Գորգին խանից 2 տարի հետո անցավ Հնդկաստան եւ ինքը Գորգին խանին չի տեսել։ Սպանելուց 2 տարի հետո հասավ։ Գորգին խանն Վիկտորիա Ալբերտի թանգարանից է, Գորգին խանին պատկերող միակ մեզ հայտնի նկարն է։ Բայց արձագանքները կար, ինքը հանդիպում է մեզ չհաջողված լուծած խնդիրներից մեկն է։ Սուրատում հանդիպում է մի հատ Տերդերի որդի, որին ասում է Գորգին խանի ագնեղենը իրեն մոտ էր։ Բացարձակ չհաջողվեց ճշտել ինչ նկատի ունի։ Ոչ այդ մարդու հետքերն են գտել, ոչ այս պատմությունը ինչ ինքը ակնարկում էր։ Գորգին խանի մասը թողնենք, սա առանձին նյութ է, բայց նկարը հնդկական մանրանկար է, Մխիթարի աշակերտ լինելը մեծ հետք է թողնում մարդու վրա, չէր կարող չթողնել։ Այս տղան ինչքան առևտրով զբաղվել է, չի զբաղվել, թիվ 1 խնդիրը եղել է մշակութային արժեքների, մշակութային արժեքը հասկանալ ու գնահատել։ Արդեն երդասարտից տղայի հետ այս ծրագիրը կդանք Փարիզի Բիբլիոթեք Նասիոնալում, թագավորական կնիկնալ վրան է, ուրեմն 317, իր ձեռքով արձակագրել էր Խաչատուր Եթովպացու Վենետիկի նկարագրությունը։
եւ նվիրել է այդ պոեմը իր տղային, փոքր տարիքի տղան դեռ փոքր էր, նվիրել էր նրան, այս էլ իր ծերագիրն է, այն էլ թագավորական գրադարանի կնիքը, սա Մխիթարի հետ կնե, ասեմ, որ մարդու վրա, Երուսաղեմով անցնում է, անպայման պիտի Սուրբ Ղազարին Սադաֆից խաչ ուղարկի, Մելքոնյան Աբբահայրն է արդեն, Մխիթարը մահացել է, Երուսաղեմից առնում եւ ուղարկում է Մելքոնյան Աբբահորը նվեր, Սուրբ Ղազարին, Իզմիրի շուկայով անցնում է, պարզում է, որ մի հատ կին Ամստերդամից Իզմիր է բերել 1695 թվականին Ամստերդամում տված համատարած աշխարհացույցի կիսագնդերի քարտեզի, որից նաև Պետրոս առաջինի կողմից հենց այս օրիգինալից թարգմանվեց ռուսերեն օրինակը, սրա 8 տախտակ, սա 8 կդորից է, կլիշեները 8 հատ են, առնում է կլիշեները, ուղարկում է Սուրբ Ղազար եւ Աբբահորը նամակ է ուղարկում, եթե ասում է գունավոր տպես, մենք լավ կծախենք, արդեն գունավորը մոդա է, լավ կծախենք, բանում, Պոլսում, Իզմիրում, Արևելքում, մինչև 19-րդ տարի վերջը տախտակները Սուրբ Ղազարում էին, մեզ չհաջողվեց տախտակները հայտնաբերել, Մխիթարի աղոտագիրքը, որ իր գրբանում էր, ուր գնացել է այս աղոտագիրքը իր գրբանում է եղել, դադարք տեղերում, դադարք եջերում պապանակների վրա իր կողմից գրություններ են, ինչը իրեն հուզել է, գրել է, ասենք գրել է, որ եկա Եթովպիա Թակուհու մոտ կանզապետ եղա, կամ 1764 հոկտեմբերի 16 Եթովպիայում է, գիշերը երազից տեսի ծախակողմյան առաջին մեծ Ադամս ընկավ, անցավ, առանց ցավի, բայց շատ արուն եղավ, հայկական ավանդություն է, արյուն է եղել, ուրեմն երազը չի իրականանալու, նշելով գնում է, պատմում է, գիտեք, այսպես ամեն հետքին հետևում ենք, ինչ է իր տարեգրությունը, այստեղ նույն, 1765 մարտի 7-ին Իհաբեշստան Մանսուպարի խազնադարության թագավորի մոտ Գանձապետի պաշտոն վերցրեցի։ Սա նորից եմ ասում, սա Մխիթարի հետ կնե իր մոտ, գրքին ու մշակույթին մոդիկ կանգնել։ Շահամին Շահամիրյանը ուզում է Եվրոպայում քարտեզ տվել, ինքը խնդրի մեջ է։ Սա Շահամիրյանի նշանավոր աշխարհացույց հայաստանյանցն է, որից 5-6 օրինակ է մեզ հայտնի, մեկը Ռուսաստանի արտաքին գործոստնախարարության արխիվում, մեկը Վրաստանի Հերակլ թագավորի ֆոնդում եւ այլն, սա Սուրբ Ղազարի օրինակն է, որ Վենետիկում տվեցին եւ ինքը մասնակից էր գործընթացին։ Այս օրինակը ցուցադրվում է շնորհիվ Հարիեղիայի Վենետիկի հայ կրատպության թանգարանում։ Բացառիկ, ասենք 3-4 հայտնի նմուշներ ունենք սրանից։ Հա։ Եկել է Սուրբ Ղազար, մի բան ձևը դադարք չի գալիս, ինչ բերի ռնգեղջուրի ոսկորները գլխի, քտի, ռինեքերոն, և տագերներ կամ կարմիր ծովի հադագից հանած մարջանից, ասում է եղջերուի գլուխ էր հիշեցնում, գիտեք, որ նկարում էի, ինքը ժամանակի մեջ մի քիչ ծեվացել է, բայց իրական գույնը մարջանն է, հենց մարջան է, կորալն է, հա, բայց եղջերուի գլուխ է, սխալ չի ասում, ճիշտ է ասում, հա, շուկայով անցնում է գիրք են ծախում, 1660 թվականին Ամստերդամում տված Մատթեոս Ծարեցու գիրքն է, տվյալ Ամստերդամ, ասում է, շարունակեմ, անցավ ի ձեռս Թովմաջանյան Մարտեսի Հովանեսին 1787, այսինքն 120 տարի հետո, 110, իմ այրաքաղաք գնյալ 4 գուրուշով, այս էլ է շատ լավ, միշտ տեսնում ես, թե 100 տարի հետո տված գրքի արժեքը ինչ էր դարձել, տվածի համեմատ, թանկեր, էժաներ, ընդհանրապես 5 հնատիպը կին ուներ, թե ոչ, այդ ժամանակ էլ, էլի Մխիթարի հետք է, հիմա վաճառականի ամբիցիաները, որի մասին ասեցի, իր կրծեր դասընկերը Միքայել Չամչյանը, իր կենտանության օրոք տվում է
Առաջին հայոց քննական պատմությունը եռահադոր, մինչև այսօր սեղանի քիչ պատմաբաններին խանդով է վերաբերվում։ Հետո դնում կարդումը տեսնում է երրորդ հատորում մի դրվագում իր ազգանունը գրված է, որ Պոլսում հայ կաթողիկ եկեղեցիներն են, Չամչյանը իր մասին գրել է։ Ավելի է կարդում ու ջղայնանում է։ Ասում է հայոց պատմության մեջ ինձ 3 անգամ պիտի հիշեին, հայր Միքայելը մեկ տեղ է հիշել։ Աններելի բան է, ինչ անի, նորից ասում եմ մարդու հավակնոտ, որոշում է, որ ինքը նոր հայոց պատմություն պիտի գրի, ու ճիշտը իրենն է, էգո դոկումենտ է, հասկանում եք, էգո իր մասին է։ Նստում հայոց պատմությունն է գրում, էլի ժամանակագրորեն, եւ այլն։ Սա ուրիշ ծերագիր է Թովմաջյանի, որ Սուրբ Ղազարի մատենադարանում է պահվում, հենց այդ հայոց պատմությունն է։ Ժամանակագրությունը պահելով Չամչյանին կադարյալ կոմպիլյացիան է։ Բացառությամբ 3 տեղ ավելացրել է իր մասին ինքը ինչ է սիրել, ինչ է ուզեցել, որ հայոց պատմության մեջ գրվի։ Բայց անկեղծություն էլ ունի։ Այս հատվածում ծերագիրն է, ավելի լավ է ասա, չի թաքցրել, ասում է, այս որ ասում է քաջածանոթ հեղինակից նկատի ունի Հայր Միքայել Չամչյանին։ Ասում է ուզեցի անել, հետո զարուրյալ հետս ընգրգեցա, զարուրած ասում է կանգ առա, որովհետև սարսափելի գործ էր։ Բայց ասում է մեկը համոզեց, թե մի վախեցի, գրի, սկանը գրեցի։ Այսինքն իր մասին է դիրեկտ բանը, գիտեք ինքնությունը հասկանալը, հեղինակի ինքնությունը, առաջնային է, հասկանալ տողի տակը ինչ կա։ Այս իր ընկերներից մեկն է, ուրեմն Գրիգոր Պասմաջյանը, որը դառավ Պոլսո պատրիարք։ Այս թուղթը, սա Վատիկանի արքիվիոս սեկրետորիում եմ նկարել, ուրեմն Պոլսի 6 ջամաատը, 6 հայկական համայնքների համախոսականն է, իրենց կնիկներով 236 կնիկ է, որ համաձայնվում են ճանաչել Պոլսո պատրիարք Գրիգոր Պասմաջյանին։ Չգիտեմ ինչու այս թուղթը հայկական արխիվներում չէր, այլ Վատիկանում էր հայտնվել, հա, բայց էլի իր մադը մեջը խառան։ Պոլսում է ապրում, համաճարակներ են, հրդեհներ են, տարերային և բնական աղետներ են, ինչ պատմում է, պիտի փաստարկենք։ Հրդեհ է լինում, Պոլսի 2/3-ն է վառվում։ Փաստարկումներից մեկն է, էլի միշտ աշխատել ենք առաջնությունը տալ հայկական աղբյուրներին, որտեղ մեծ մասը անտիպա եղել։ Ուզեցել ենք, որ տպվի, նոր գիտական շրջանառության մեջ մտնի։ Եվ սա, ասենք, Պոլսի 1782 թվականի հրդեհի քարտեզն է, համարակալված, որտեղից սկսվեց, որ թաղից, որ տնից, հունաց եկեղեցին, սինագոգը, հայկական ժամը, ինչը վառվեց, ինչը չվառվեց։ Այսպես բոլոր թվերի հրդեհները, համաճարակները, երկրաշարժերը ուսումնասիրել ենք։ Սա Չամչյանի գծած գծագիրն է, Պոլսի 1810 թվի հրդեհը, որ տունը վառվեց, կարմիրով հրդեհի ընդգրկած շրջաններն են։ Ում տունը վառվեց, ումը չվառվեց։ Եվ Թովմաջյանի տղայինը Աբրահամ Թովմաջանյան մեջտեղը չի այլվել։ Թովմաջյանինը վառվել էր, գնաց նոր տուն սարքեց, Սարիարում Գալատիայի տունը վառվեց, գնաց Սարիարում նոր տուն սարքեց, 19-րդ դարում Հոլանդիայի հյուպատոսարաններ մեջը նրանք էին առել, ժառանգները վաճառել էին արդեն։ Հասանք մի շրջան, ուր հայերը դուրս եկան նեղ շրջանագից, հայերը սկսեցին աշխարհի քարտեզներ գծել ու տվել, Աֆրիկա տվեցին, Ամերիկա, Աֆրիկա, բացի համատարած աշխարհացույցից կիսագնդերից ավելի մեծ։ Այս գիրքը այս տղայի մասին է, իր գրածն է, սրանով հայ մատենագիտությունը ավելացրել ենք մեկ միավորով, որ մինչև այսօր անտիպ, ուսումնասիրել ենք, փորձել ենք ամեն դետալ ճշգրտել, հավաստիանալ դրա ճշգրտության մեջ, դրանով օգտակար լինել հետագա հետազոտողներին։ Շնորհակալություն։
Շնորհակալ ենք մեր ուժան, պան, կերմանացի պիլիսոպա մգար, որ պիլիսոպա չէ, կարակագան պիլիսոպա դեսապան, որ շատ կսիրեմ, որ է պան է, պարագան գարջ գդրուկ կսե սելիկը, անունը Կարլ Շմիտ է, ֆաշիստ մներ, մակուր, զդարուն, Gesser der Führer schützt das Recht, Führer Regavara Gebashpane Orenka, անշուշտ գուզերը սել որ ինքը գնե օրենքը, հետևաբար Gebashpane իր օրենքը, բայց ավելի քեղեցիկ խոսք ունի, որ սուվերենը ան է որ գորոշե բացառությունները։ Հիմա իմ ծրագրից մեջ հետևաբար քանի որ Ասվարգյանից ինքս սուվերեն գսկամ Բզդիկ բացառությունը բինեմ եւ պիտի խնդրեմ որ Էլիս Տաջիրյանը կա եւ գարջ մի քանի խոսքերս է Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ այստեղ ձեզ տեսնելուն։ Ես ճիշտ ասած չէի մտածում խոսել, բայց քանի որ սուվերենը որոշեց, ինչ ասեմ, մեծ հաճույք էր 22 տարի այս գործի վրա աշխատել, գիշերներով, արխիվներ քրքրելով, ամեն արխիվից մի նախադասություն գտնելով, միայն այդ նավի անունը գտնելու համար ես չարչարվել եմ 2 շաբաթ, ասում է Հնդկաստանից, ոչ, Մադագասկարից մինչև Լորիան նավահանգիստը ֆրանսիական Բաջե նավով գնացինք, Բաջեն, նայում եմ, ինչին է նման, վերջապես որոշեցի, որ երևի իտալերեն պատչեն է, որ ֆրանսերեն la paix, այսինքն խաղաղություն է կոչվում, և կարողացա արխիվներում գտնել այդ նավի տրայեկտորիան վերջապես, 2 շաբաթ, մի նավի անվան համար, բայց որքան ուրախանում ես, երբ կարողանում ես գտնել։ Փարիզում է, իշխաններից մեկը իրեն ասում է, գիտես, որ ձեր թագավորը այստեղ է թաղված։ Ասում է, չէ, չգիտեմ։ Ինչպես ասում է, արի քեզ տանեմ, նրա գերեզմանը։ Եվ ուղեկցում է Լևոն 5-րդ Լուսինյանի շիրիմը, որը ոչ թե գտնվում է, ինչպես հիմա Սենդնի տաճարում, այլ Սուրբ Սելեստինյան տաճարում, Նոտրդամի մոտավորապես, և որտեղ որ թաղված է թագավորը, իր կամքով, իր կտակով։ Հետո Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ որ ամեն ինչ կոտրեցին, թափեցին եւ այլն, Սելեստինյան վանքի վանականը գեղեցիկ շիրմաքարերը պահել է եւ այդ շիրմաքարերը հետո փոխադրվեցին Սենդնի։ Թագավորը արդեն այնտեղ չէր։ Բայց ինչ է, հետաքրքիրը ինչ է։ Ես հիմա աշխատում եմ այդ հոդվածի վրա, որ հայ պատմագրության մեջ առաջին անգամ Լևոն Լուսինյանի շիրմի մասին, Սենդնիում գտնվող շիրմի մասին, խոսել են Շահամիր Շահամիրյանը և Չամչյանը։ Իսկ Թովմաջյանը դա տեսել է նրանցից 20 տարի առաջ և արտագրել է արձանագրությունը։ Այսինքն ինչ է ստացվում, որ առաջին փաստորեն հիշողությունը Թովմաջյանինն է։ Ես ուզում եմ կարճ կապել, որովհետև մենք ունենք այստեղ շատ հետաքրքիր բանախոսներ, նրանց լսենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Էլիս, հիմա գուզեի պեմ հրավիրել հայր Երիա Վարդապետ Քիլարբյանը, Մխիթարյան միապանության ապահայրը։ Ես բնավ պատրաստված չեմ խոսելու, միայն մեկ բան պիտի ասեմ, որ բարոն Բեդո Եղիայանը եւ ես 30 տարի գրեթե Մերժին եւ Էլիզին հետ միասին կողքոտամը ապրած ենք,
քանի որ մեր ուժը միշտ կսեր վաղը պատրաստ կլա, բայց վերջով դա պատրաստ եղավ հադորը։ Եվ թե բեդոն, թե ես, թե մեր ուժը, թե Էլիզը բոլորս ակո ենք, երկար տևեց աշխատանքը, բայց վերջով դա լավ բամը դուրս ելավ։ Հիմնականի մեջ բայց ասլավությունը ինչի մեջ կգայնա, որ մորցված հերինախմը Թոմաջամը մեջտեղ եկավ շլորիվ այդ ադեմվա ապոր հրամանին, հրահանգին, որ պատրաստ է իր կենսակրությունը։ Թեև ինքը շատ ավելի խելացի եղած է Թոմաջանը, որտեղ առաջվում է նյութերը ավակած էր բոլոր դվյալները ուներ։ Բայց եթե ապոր հրանքը չլար գտնալ, որ այդ դիվաններ, այդ նյութերը, այդ մեծ առանցին դոսիեի մեջ մնային սուբրազարի մեջ եւ մորցվեին։ Որով շատ էական է, որ խմբային աշխատանքը մերպորգա, երբ որ խմբային աշխատանքը համաուչ լայտ աշխատանքը եւ ամեն մեծ արդյունքի գաստի։ Եվ այս Թոմաջանի աշխատանքը պիտի ասենք բոլորիս համբերության աշխատանքն է։ Ամենառաջ մեր ուժին, Էլիզին, Բեդոին, իմ եւ նաեւ բոլոր այն բանկի վարդապետներուն, որոնք սադարեցին, որ այս հադորը լավագույն ձևով առաջ եղտա։ Հիմնականում մեջ կուզեմ իշադակել Հայր Սահակը, Լուսահոգին եւ այսօրվա Հայր Վահանը, որ ինչ որ նամակ կդավ, փդակիր կդավ մեր դիվանի մեջ, ամիջավես ղրգես մեր ուժին։ Որով հադորմն է, բիդեսենք խմբային աշխատանք կատարված, որ հայության մեջ շատ քիչ անգամ կվտայի, որ ամեն մեկը իր լումանտն է այս հադորի մեջ։ Երկու անուններ կան Մերուժ եւ Էլիս, բայց իրականի մեջ այս հադորը խմբային աշխատանքն է, խմբային աշխատանքի արդյունքն է, եւ մասնավորապես այս հադորը ցույց կտա թե հայը երբ որ գամք ունի պամանելու վերջավորության գաճողի։ Ամեն դժվարությունները գաճողի, եթե իր մտքի մեջ դրած է որ պիտի գարենա ձայր հասցնել իր ծրագիրը, որով ծրագիրն է այս հադորը, որ իրականացավ հետ 30 տարիներու, բայց միաժամանակ գիծատ հադորն է, քանի որ դեռ իր ջամփան նոր սկսած է, պիտի շարունակի։ Անցյալները խոսեինք, ասվեցավ որ անպայման պետք է աշխարհապար տարբանվի, որովհետեւ Հայաստանի գիտնականները բոլոր անոնք որ գրապար չեն գիտեր, գարենան այս տարբանության շնորհիվ մտնեն այս աշխարհի մեջ։ Բնական է նաև անգլերենը անպայման պետք է ելնի, որով հայության բզիկ մոզաիկ մնե, որքան բանաս այսօրվա բանի գնմանի չիպ մնե ասենք, կոմպյուտերի չիպ մնե, որքան մտնես այնքան ավելի գմեզնա, մաղթանքս է, որ Թոմաջանի այս ստացա ջամփա ելած գործը շարունակվի եւ իրապես հայության իդպաստ լա։ Բարի շարունակություն այս հատեսին։ Գալենք։ Շնորհակալ ենք Հայր Երիա։ Հիմա ինչպես ասի ֆյուրերը կպաշտպանի օրենքը, հետևաբար պիտի շարունակեմ օրենքը պաշտպանելով։ Հաջորդ մեր դասախոսը ասենք ցեզի ներկայացնելու պետք չունիմ ակադեմիկոս Ալբերտ Խարադյանն է, Հայաստանի ակադեմիայի գիտություններու ակադեմիայի պատմության ինստիտուտի անդամ եւ հայ մամուլի պատմության բաժնի վարիչ։ Շնորհակալություն։ Թղթակից անդամ ակադեմիկոս։ Ողջունում եմ սրահում հավաքված բոլոր իմ բարեկամներին, հատկապես ուզում եմ իմը շեշտել, որովհետև այս հրատարակությունը իրոք օգնում է, որ մենք բոլորս իրար բարեկամ դառնանք միմյանց, հորապես հարգանք իրար, որովհետև մենք ունենք այդպիսի ընդհանուր եւ բոլորիս պատկանող մշակութային մի կոթող։ Դա Հովհաննես Թոմաջանյանի պատմությունն է, որի մասին գիտենք հատուկատոր, այսպես առանցին դրվագներով, առանցին հատվածներով եւ այլն։ Այդ թվում նաեւ խոշոր հայրագետներ, որովհետեւ իրենց այս գործը ծանոթ չի եղել։ Եվ մեր շատ հարգելի հրատարակության պատրաստող ընկերները Մերուժանը եւ Էլիզը նաև իրենց օգնող, իրենց հետ գործակցող
հիանալի խմբի անդամները կատարել են իրոք մեզ համար եզակի նշանակություն ունեցող գործ։ Իհարկե, ոչ մի գործ չի կարող իր թերությունը չունենալ, բայց այսօր ես ասում եմ, քանի որ դեռ կարդացածի տպավորության տակ են, որը կարծում եմ միշտ ինձ հետ գտնի, գործը թերություն չունի այս իմաստով, նյութը հավաքելու, խմբագրելու, պատրաստելու, եւ ամենակարևորը, որ իսկույն աչքի է զարնում, դա ես կասեի մեծահարուստ ծանոթագրություններն են, հայերեն եւ բազմաթիվ այլ եվրոպական լեզուներով, այդ թվում նաեւ տաշկերենով, թուրքերենով։ Ես ուզում եմ գնահատել այս գործի հայագիտական արժեքը երևի մի քիչ շուտ է, բայց շուտ չէ ժանրային իմաստով, որովհետև այստեղ մենք ուզում ենք պարզապես թռուցիկ ներկայացնել մեր ներկայիս հոգացության առարկան, Թոմաջյանի ստեղծագործությունը։ Թոմաջյանը իր դավանանքով մի շատ հետաքրքիր պատկեր է ներկայացնում։ Այսինքն ներկայացնում է 18-րդ դարի պոլսահայ համայնքի, փակագծում ասեմ եւ ոչ միայն պոլսահայ համայնքի, դավանական մի ամբողջ պատկերը։ Եթե գիտնականները եւ նրանցից շատերը, վերցնենք սկզբից ասենք Օրմանյան, խոշորագույն գիտնականը մեր, Չամչյան, նույնպես խոշորագույն, որոնք ծայրակետերից են ներկայացնում յուրաքանչյուրը ըստ իր դավանանքի այս ներքին հակասությունը, ես պետք է ասեմ, որ մի բան է որոնում, որ այնուամենայնիվ ինչ է պատահել, հասկացանք, դավանական պայքար, բայց երկու կողմերն էլ հայրենասեր են, երկու կողմն էլ շփվել են իրար հետ, երկու կողմն էլ ընդհանուր նույն օսմանյան իրականության մեջ ձևավորված ու դարեր տևած իրականությունն են, կյանքն են ներկայացնում։ Եվ այս գրքի մեջ ես գտա այդ պատասխանը դրա, որը ինձ տարիներ շարունակ մտատանջություն էր պատճառում։ Պարզվում է, որ ամենևին էլ այդպիսի հակադրություն, այդպիսի սուր եւ այդպես բախվող եւ իրար ատող ու մերժող կողմեր չեն եղել։ Եղել են նաեւ եղբայրական զգացումներ, եղել են բարեկամական զգացումներ, բայց ծայրահեղ բևեռազությունը, որ կա մեր հայագիտության մեջ, դա հերքվում է հենց Թոմաջյանի ստեղծագործությամբ։ Դա մի կյանքի պատմություն է, բայց բացառիկ կյանքի պատմություն։ Մի մարդը, որ 3 տասնամյակից ավելի կամ մոտ այդքան եղել է արտասահմանյան երկրներում, արևելյան եւ եվրոպական երկրներում։ Մեզ համար այսօր ամենից արժեքավորը նրա տեսածը անկեղծորեն վերարտադրվելու, իր կողմից վերարտադրվելու կարողությունն է, թափով ամբողջ եւ խորությամբ։ Հենց վերցնենք Հաբերստան գնալիս ներկայացնում է բարքերը, որ բացառիկ մի բան է մեզ համար։ Ծանոթացնում է այդ ժողովրդի միստուկացին, սովորություններին, ընցմին միշտ աչքի առջև որպես առաջատար բնագավառ պահպանելով առևտրականության, տնտեսագիտական խնդիրները։ Ասեմ, որ բոլոր երկրներում էլ Թոմաջյանը այդ խնդիրները միշտ առաջնակարգ տեղում է ներկայացրել։ Զարմանալի անձնավորություն է նաև իր մեծ ծանոթությունների մեծ շրջանակով։ Այդ երկրներ, որը կարող ենք թվարկել, Եթովպիա, Եգիպտոս, Հնդկաստան, այնուհետև եվրոպական երկրներ, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա եւ այլ։ Նա միշտ էլ գործ է ունեցել վերնախավի հետ, եղել է առևտրական
արդեն ասվեց, արդեն չեմ ուզում կրկնվել, ամենաբարձր մակարդակի առևտրական։ Ոչ միայն ակնագործական արդյունքները եւ պետք է կարծել, որ մեծ մասամբ դրանք հայ ակնագործների արդյունք են եղել։ Ներկայացնում են նաեւ ընդունելի արժեքները, այսինքն թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, որտեղ այդ մարդու կյանքը այդպես էր նրան վիճակված, պետք է զբաղվեր առևտրով։ Աշխատանքի արժեքներից մեկն այն է, որ մեր առջև բաց է անում նաև Թոմաջանյանի կապերը իմ նշած երկրների, որ ես լրիվ չթվարկեցի, միապետների, ղեկավար անձանց, որից երևում է նաև վերնախավում տիրող պատկերը առասարակ, նրանց վերնախավի մարդկանց թե եվրոպական եւ թե արևելյան ասիական վերաբերմունքը ճանապարհորդի եւ առևտրի նկատմամբ։ Պետք է ասեմ, որ այս անձնավորությունը ունի անձնական հմայք, առանց որի ոչ մի առևտրական, ոչ հին ժամանակներում եւ ոչ էլ մեր նորագույն ժամանակներում չի կարող հաջողության հասնել։ Դա բացառիկ շնորհ է, որ տրված է եղել հայ վաճառականներին եւ որը կարող ենք այսօր ամբողջովին անձնավորել, իրացնել Թոմաջյանի սքանչելի այս պատումի մեջ։ Ասացինք, որ Թոմաջյանը Հռոմի հետ ներողություն կապած է եղել մեր կաթոլիկական եկեղեցու հետ, բայց պետք է ասեմ, որ սիրելի է եղել նաև հաճես մեր եկեղեցու ասենք, ազգային եկեղեցու։ Իդեմը սրա գլխավորների։ Վերցնենք Պոլսո պատրիարքներին, Հակոբ Նալյան, Աստվածաբան, շատ մեծ պատրիարքը։ Վերցնենք նրան փոխարինած Գրիգոր Բասմաջյան պատրիարքին եւ առասարակ հայ եկեղեցու կամ դավանական որևէ այդպիսի հակադրության մենք չենք հանդիպում այս իսկապես հայ մարդու շարադրանքի մեջ։ Ունեցել է շատ փոթորկալի կյանք, դա արդեն ասվեց, ես ուզում եմ միայն ասել հետևյալը։ Ինքը երբեմն ստորագրում է կարծեմ վաղ շրջանի նամակներում Թոմաջյան, հետագայում համատարած ստորագրում է Թոմաջանյան։ Եվ հենց այս նամականին նույնպես գտնելու, հրապարակ բերելու համար նույնպես արժանին պետք է հատուցենք մեր սիրելի այս գործը պատրաստողներին, խմբագրողներին, հղկողներին, ծանոթագրությունների համար տառապած մարդկանց, արխիվներում կատարած վիթխարի աշխատանքի համար։ Դա պետք է գնահատվի։ Ես ուզում եմ ավելացնել նաև Թոմաջյանի վերաբերմունքը, հայ մարդու վերաբերմունքը Պոլսում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Հրդեհը աստվածավախ մարդ է, մի անգամ խնայում է նրան, իր տունը չի այրում։ Սամաթյա թաղամասը լավ չեմ հիշում։ Եվ որդու տունը սակայն ասվեց արդեն այրվում է։ Երևի Աստված բարեգութ է եղել մեր Թոմաջյանի անձի նկատմամբ, ես այսպես կասեի։ Լեզուն Թոմաջյանի յուրատեսակ լեզու է, բայց ասեմ իմ կարծիքով ընդհանրական 18-րդ դարի գրավոր հուշարձանների հետ։ Եթե ասենք կարդանք Գրիգոր Բասմաջյանի հայերենը եւ Թոմաջանյանինը, տեսնենք, որ բավականաչափ եւ նման էր իրար, եւ տարբեր։ Թոմաջյանը օգտագործում է մատչելի գրապարը, այսպես կոչված խոսակցական գրապարը, որի մեջ ներխուժել են բազմաթիվ անգամներ աշխարհաբարի տարրերը։ Թոմաջյանի
շարադրանքում արկա է նաև թուրքերենի, տաճկերենի տարրերը, էլ չեմ ասում իտալերենի, ֆրանսերենի, մշտապես իրենց ներկայությունը ցույց տվող դարձվածները անգամ նկատելի են։ Ճիշտ է, չեմ կարող պնդել օրինակներով, բայց կոնկրետ ասենք առևտրական տերմինների եւ այլնի վերաբերյալ մեծ մասամբ իտալերեն են դրանք։ Եվ նորից ասեմ, որ գիրքը հրատարակության պատրաստողները հաղթահարել են նաև այս դժվարությունը, հատուկ տերմինները, որ նրանք ուսումնասիրողի գործը դյուրացնելու համար դրել են շրջանառության մեջ, տողատակում, թարգմանությունը եւ այլն։ Թոմաջյանի այս գործի մասին երկար կարելի է խոսել։ Ես միայն կարող եմ ասել, որ իրոք կատարվել է ահռելի աշխատանք, լուրջ աշխատանք, որի համար ի սրտե շնորհավորում եմ նորից եւ հրատարակության այս հայրերին, թե Էլիզը կարող է ասենք հայր չանվանենք իրեն, սերի տարբերակում կա, բայց այստեղ տարբերակում չկա, որովհետև շատ մեծ գործը կատարել են միասին իրենց օժանդակ օգնող խմբի հետ համագործակցելով եւ ինձ մնում է միայն բարի երթ, իսկ ես համոզված եմ, որ այդ երթը ոչ միայն ընդերկար կտևի, այլ մշտապես հավերժական կտևի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն բարոն Խարադյան, իսկապես ունեինք Թովմաջանյաններ, Ամիրաներ, Նոր Ջուղայի վաճառականներ, Բարսկաստանի վաճառականներ, Խրիմի եւ ուրիշ դեղերու, բայց պետք չէ հուսահատել վերջին 30 տարիներուն ալ ունեցանք հայաստանյան օլիգարխներ, հետևաբար ամեն ինչ շիդակ գնտանագոր եւ հուսահատելու պետք չի գա։ Հիմա գուզեի հրավիրել բարոն պրոֆեսոր Սմպատ Հովաննեսյանը, որ նաեւ ամերիկյան համալսարանը գտասավանտ է, գկարձեմ, որ ցեզի ձանոտ է, վաղ արտի շրջանի պատմության մասնակետ է։ Καλություն, ողջունում եմ բոլորին եւ յուրաքանչյուրին, ես այսօր կկարդամ, կներկայացնեմ իմ գրախոսականի մի հատվածը, Թոմաջանյանի գրքի վերարժևորումը արդեն կլինի կոնկրետ այս գրախոսականի մեջ, որը վերնագրել եմ «Մեկ կյանք 3 մայրցամաքներում» Հովհաննես Թոմաջանյանի հուշագրությունը որպես 18-րդ դարի միջմշակութային հարաբերությունների վկայագիր վերնագրով, ավելի շատ կկենտրոնանամ այսօր կներկայացնեմ տիկին Էլիզաբեթ Թաջիրյանի եւ պարոն Մերուժան Կարապետյանի կատարած աշխատանքը, կարևորեմ հենց դա, որքանով որ ես կարողանամ։ Եվ իհարկե նախ եւ առաջ պետք է շնորհակալություն հայտնեմ իրենց Էլիզաբեթ Թաջիրյանին եւ Մերուժան Կարապետյանին, որ իրենց կողմից այսպիսի մեծ ներդրում են դրել եւ հրատարակել են Հովհաննես Թոմաջանյանի ուղեգրությունների ժողովածուն։ Այս հիմնարար հրատարակությունը, որը 20 եւ ավել տարիների հետևողական հետազոտական աշխատանքի արդյունք է, հիմնարար ներդրում է հայագիտության մեջ իր գիտական արժեքով, իր աղբյուրագիտական բացառիկությամբ։ Աշխատանքի առանձնահատուկ արժեքը պայմանավորված է նաև իր մեթոդական մոտեցմամբ եւ գիտական ապարատի համապարփակ բնույթով։ Այս ժողովածուն նախատեսված է ինչպես վաղ արտիշրջանի Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի պատմության եւ առևտրատնտեսական հարաբերությունների առանձնահատկությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, այնպես էլ ակադեմիական հետաքրքրություններ ունեցող լայն հանրության համար։ Հատորն առանձնանում է իր բազմամակարդակ կառուցվածքային հայեցակարգով, որում բնագիրը, գիտական ծանոթագրությունները, պատկերային նյութերը, օտար բառերի ու հասկացությունների բառարանը, տեղանունների ու անձնանունների ցանկերը, պատմական քարտեզները, ժամանակաշրջանի տեսողական վկայությունները միավորված են մեկ միասնական համակարգում, ձևավորելով տեքստերի միջև մեթոդական փոխկապակցությունների բազմաշերտ համակարգ։
Այս մոտեցումը ապահովում է ընթերցանության բազմաչափ փորձառություն, որը հնարավորություն է տալիս աղբյուրը ուսումնասիրել տարբեր գիտական տեսանկյունների եւ մեթոդական մոտեցումների շրջանակներում։ Այլ կերպ ասած, կարող ենք ասել, որ այն հիպերտեքստային ամբողջություն է։ Հրատարակիչները հաշվի առնելով 18-րդ դարի հայկական մշակութային եւ սոցիալական տարածության պատմական բարդությունը եւ փոխկապակցվածությունը մշակել են գիտական ներկայացման մի համակարգ, որում պատմական գիտելիքը կառուցավորված է ոչ թե գծային հերթականությամբ, այլ ցանցային սկզբունքով, ինչն արտացոլում է պատմական գործընթացների բազմաչափ եւ փոխկապակցված բնույթ։ Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում նաև ոչ մասնագիտական ուղղվածության ունեցող հետազոտողներին ձևավորել համակարգային պատկերացում վաղ արդի շրջանի մայրցամաքների միջև հարաբերությունների, առևտրական ուղիների եւ մշակութային փոխազդեցությունների վերաբերյալ։ Այս ամենի արդյունքում տվյալ գիտական հրատարակությունը դարձել է բացառիկ գործիք 18-րդ դարի միջազգային առևտրական հարաբերությունների ուսումնասիրողների համար, ինչպես նաև մշակութային կապերի վերաբերյալ առաջնակարգ սկզբնաղբյուր ու հիմք հետագա գիտական հետազոտությունների համար։ Թաջիրյանի եւ Կարապետյանի իրականացրած բազմակողմանի հետազոտական աշխատանքները ներառել են արխիվային որոնումներ Սուրբ Ղազար միաբանության մայրցամաքի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության ձեռագրերում եւ դիվաններում, բացի այդ նրանք իրականացրել են հիմնարար ուսումնասիրություններ եվրոպական առաջատար արխիվներում եւ հաստատություններում, այդ թվում Վենետիկի պետական արխիվում, Կորեր թանգարանում, Վատիկանի գաղտնի արխիվում, Հավատի տարածման պատմական արխիվում, Ֆրանսիայի ազգային գրադարանում, Ֆրանսիայի ազգային արխիվներում, Նուվարյան գրադարանում եւ այլուր։ Արդյունքում գիտական շրջանառության մեջ է դրվել նախկինում անհայտ փաստագրական նյութերի մի ամբողջ շերտ, հայտնաբերվել են նոր սկզբնաղբյուրներ, վավերագրեր ու նամակներ, որոնք թույլ են տվել ստեղծել Թոմաճանյանի ուղեգրության համապարփակ գիտական հրատարակություն։ Հրատարակության ծանոթագրությունների համակարգը ներկայացնում է ինքնուրույն գիտական արժեք, իր խորությամբ, համապարփակությամբ եւ միջգիտակարգային բնույթով։ Հատկանշական է հրատարակիչների բազմաշերտ մոտեցումը, որտեղ Թոմաճյանի տեքստի գիտական մեկնաբանումն իրականացվում է ժամանակակից գիտական գրականության եւ տարաբանույթ սկզբնաղբյուրների համադրման միջոցով։ Առանձնակի արժեք է ներկայացնում Թոմաճանյանի դեռևս չհրատարակված հայոց պատմություն ձեռագրի աշխատությունից քաղված մեջբերումները, ինչպես նաև բազմաթիվ այլ սկզբնաղբյուրներից կատարված քաղվածքները։ Այս եւ բազմաթիվ այլ այդ եզակի աղբյուրներից կատարված մեջբերումների ընդգրկումը ծանոթագրություններում հետազոտողներին ընձեռում է հնարավորություն մուտք գործելու մինչ օրս գիտական շրջանառությունից դուրս մնացած պատմագրական տեքստերի տիրույթ։ Ծանոթագրությունների այս հայեցակարգային համակարգը ոչ միայն բացահայտում է բնագրի իմաստաբանական շեշտերը, այլև ձևավորում է տեքստաբանական, պատմագիտական եւ աղբյուրագիտական քննության ամբողջական մեթոդաբանություն, որը փաստացի վերածում է հրատարակությունը երկու փոխկապակցված գիտական աշխատանքների՝ գիրք գրքի մեջ։ Ծանոթագրություններում առանձնատուկ արժեք է ներկայացնում հայ սփյուռքի պատմության զուգահեռ ներկայացման մեթոդաբանությունը, որը թույլ է տալիս վերանել հայկական համայնքների ձևավորման ու զարգացման պատմական գործընթացը, սկսած երբեմն նաև դրանց հիմնադրման ակունքներից։ Հրատարակիչները հատուկ ուշադրություն են դարձրել հայկական գաղթօջախների սոցիալ-տնտեսական կառույցին, մշակութային առանձնահատկություններին եւ կազմակերպական զարգացմանը տարբեր երկրներում։ Այս միջգիտակարգային մոտեցումը Թոմաճանյանի անհատական փորձառությունը տեղադրում է ավելի լայն պատմական, էթնոսոցիոլոգիական եւ մշակութաբանական համատեքստում հնարավորություն տալով դիտարկել 18-րդ դարի հայկական սփյուռքը որպես միասնական, սակայն բազմակենտրոն համակարգ։ Այսպիսի մեթոդաբանական շրջանակը ընդլայնում է հրատարակության բնույթը, վերածելով այն ոչ միայն անհատական ուղեգրության գիտական մեկնաբանության, այլև հայկական սփյուռքի պատմության համապարփակ փաստագրական վերլուծության, որտեղ Թոմաճյանի վկայություններն օգտագործվում են որպես միջմշակութային հարաբերությունների ուսումնասիրության առաջնային աղբյուր։
Ուղեգրությունում հիշատակված անձանց վերաբերյալ հրատարակության մեջ ներառված կենսագրական ծանոթագրությունները ներկայացնում են ինքնուրույն աղբյուրագիտական արժեք։ Հրատարակիչները ոչ միայն պարզաբանում են Թոմաճանյանի հանդիպած գործիչների ինքնությունը, այլև վերակառուցում են նրանց սոցիալական ցանցերն ու ազդեցության ոլորտները։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս վերլուծել 18-րդ դարի քաղաքական, առևտրական եւ մշակութային էլիտաների փոխհարաբերությունները, բացահայտելով դրանց ներքին կառուցվածքն ու գործունեության մեխանիզմները։ Ծանոթագրություններում արտացված կենսագրական տվյալների շնորհիվ ընթերցողը կարողանում է տեղադրել Թոմաճյանի հանդիպումները մարդկանց հետ ավելի լայն անձնական կապերի, սոցիալական համատեքստերի եւ պատմական գործընթացների շրջանակում, որը նպաստում է ուղղագրության բազմաշերտ մեկնաբանությանը։ Այս կենսագրական ծանոթությունները միասին վերցրած կազմում են 18-րդ դարի միջազգային առևտրի, մշակութային փոխանակման եւ դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ ներգրաված գործիչների յուրատեսակ կենսագրական բառերան։ Հրատարակության գիտական արժեքը բարձրացնում են նրանում ներառված եւ մանրամասն մեկնաբանված պատմական վկայությունները, որոնք նշանակալի են ոչ միայն հայագիտության, այլև համաշխարհային պատմագիտության տեսանկյունից։ Աղբյուրագիտական առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 1733 եւ 1842-44 թվականներին Էգեանի ափերին ժանտախտի բռնկման վերաբերյալ Թոմաճանյանի գրառումները։ Այս վկայությունները, որոնք նախկինում չէին շրջանառվել գիտական շրջանակներում, առաջնային եւ եզակի սկզբնաղբյուր են հանդիսանում 18-րդ դարի առաջին կեսի միջերկրածովյան տարածաշրջանի համաճարակային պատմության ուսումնասիրության համար։ Այս տեղեկությունները կարող են արժեքավոր ներդրում ունենալ նաև բժշկության պատմության եւ համաճարակաբանության ոլորտներում։ Հրատարակության նյութական տեխնիկական իրականացման որակը համապատասխանում է նրա գիտական բովանդակության մակարդակին։ Հատորի ձևավորման համար մշակվել է յուրատեսակ Թոմաճանյան տառատեսակ, որն արտացոլում է 18-րդ դարի հայկական ձեռագրերի գեղագիտական առանձնահատկությունները, միաժամանակ ապավելով ժամանակակից ընթերցողի համար ջուրընթեռնելիությունը։ Պատկերազարդումների համակարգում շուրջ 230-ից ավել միավոր կիրառվել են ինչպես Մխիթարյան միաբանության տպարանի վերականգնված պատմական կլիշեներն, այնպես էլ արխիվային հազվագյուտ նյութեր, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։ Հրատարակությունը պատրաստվել է ժամանակակից տպագրական տեխնոլոգիաների կիրառմամբ, պահպանելով թղթի որակի, կազմի ամրության եւ գունային լուծումների բարձր մակարդակը։ Այս համակցությունը գրքին հաղորդում է գիտական եւ գեղագիտական միասնական արժեք, այն դարձնելով ոչ միայն արժեքավոր ուսումնասիրության օբյեկտ, այլև գրադարանի արժանի զարդ։ Գիտական հրատարակության առանձնահատկություններից է Թոմաճանյանի հիմնական տեքստի համադրումը համապատասխան ժամանակաշրջանի առաջնային սկզբնաղբյուրների հետ։ Հատկապես արժեքավոր են Մխիթար Աբահոր Թոմաճանյանի հասցեագրված նամակների բնագրերը, որոնք ներկայացված են գիտական ապարատում։ Այս էպիստոլյար ժառանգությունը բացահայտում է Մխիթարյան միաբանության եւ ժամանակի հայ մտավոր ու առևտրական էլիտայի միջև գոյություն ունեցող բազմաթիվ հարաբերությունները։ Սկզբնաղբյուրները այս շերտի ներառումը հնարավորություն է տալիս վերլուծելու 18-րդ դարի հայկական մտավոր, հոգևոր եւ առևտրական ցանցերի փոխկապակցվածությունը, ինչպես նաեւ դրանց դերը միջազգային, մշակութային ու տնտեսական հարաբերություններում։ Կազմողների կողմից կիրառված տեքստաբանական մեթոդները եւ սկզբնաղբյուրների համադրման սկզբունքները հրատարակությանը հաղորդում են ճանաչողական լրացուցիչ արժեք, այն դարձնելով 18-րդ դարի հայկական իրականության եւ միջազգային հարաբերությունների բազմաշերտ պատմական վկայություն։ Այսպիսով, Թաջիրյանի եւ Կարապետյանի երկարամյա ու նվիրական աշխատանքի շնորհիվ Հովհաննես Թոմաճանյանի ուղեգրությունների այս հրատարակությունը վերածվել է բացառիկ արժեք ներկայացնող գիտական ժառանգության, որը կծառայի գալիք սերունդների հետազոտողներին։ Նրանց մանրակրկիտ խմբագրական աշխատանքը, հարուստ ծանոթագրությունների համակարգը եւ լրացուցիչ նյութերի ընտրությունը դարձնում են այս գիրքահայագիտության եւ պատմագիտության ոլորտի ընտրյալ նմուշներից մեկը, որը միաժամանակ արժեքավոր ներդրում է միջազգային առևտրի պատմության եւ միջմշակութային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Շնորհակալություն։ Այո։
Այո, շնորհակալ ենք պարոն Հովհաննեսյան, մեր ուժան մի րոպե, երկու րոպե, մեկ րոպե։ Լսվում է, հա։ Գիտեք, հասունացավ ես մի խոսքի պահը, որ երևի հիմա պիտի ասեմ։ Ուրեմն աշխատանքը գիրքը հրատարակության պատրաստվեց խմբով։ Սկսած Թարոմյան Ռուբիգի կողմից հատուկ տառատեսակի պատրաստումով։ Գրքի մակետի ահագին ուղեղ ենք դրել հենց այս մակետան դրելու մեջ։ Նախապատրաստական մի հատ փուլ էինք անցել, ուր նկարել էինք 10 տարվա մեջ նկարել ենք մոտ 500,000 դոկումենտ, ձեռագիր, վիմագիր արձանագրություններ, չկա աղբյուրի մի տեսակ, որ չեն կարել, պղնձե իրերից սկսած։ Հայտնաբերվել են 20,000 հայերեն նոր դոկումենտներ, 15-18-րդ դարերի հայոց պատմության եվրոպական արխիվների մասին է խոսքը։ Այդ ճանապարհին Հովհաննես Կիզողյանը քայլել է հետս, ֆոտոապարատով, մենք նկարել ենք ամեն ինչ, ինչ տեսել ենք մեր կյանքում։ Ուրեմն գրքի քարտեզները պատրաստվեցին Վազգեն Ղազարյանի կողմից քարտեզագիր, որ այստեղ է։ Սրանք իմ ընկերներն են, որոնց բոլորին շնորհակալ եմ ամեն ինչով հասկանալու իմ հոգու մղումը եւ կողքս լինելու համար։ 99 թվականին Վատիկանում կազմակերպված Ռոմա-Արմենիա գիտաժողովից հետո գիտնականներով դուրս եկանք եւ գնում էինք մի կարեջրատուն, որ նախապես պատրաստել էինք իտալական պանիրով ու գինիով գիշերը անցկացնելու։ Վատիկանի մուտքի դարբասների մոտ ինձ կանգնացրեց մի հոգի։ Ասեց մեր ուժանը դու ես, ասեցի այո հայերենով, ասեց ես պետոն եմ։ Ես շապուի ընկերն եմ։ Բարևեցինք կնոջ հետ էր Տանյայի։ Ասեց ես իմացել եմ Թովմաջյանի ձեռագրի մասին եւ ուզում եմ որ դու հրադարագության պատրաստես։ Սա մեր առաջին հանդիպումն էր։ Գիշեր էր, մութ էր։ Դրանից հետո անցան տարիներ։ Մենք այդ տարիների մեջ շատ ենք շփվել իրար հետ։ Ամեն շփում ինձ եղել է բան այսպես։ Ուրակիրքը։ Դժվար է եղել բացատրել, թե ինչու գիրքը հասել է 25 թիվ։ Հիմա դժվար է հասել, բայց հասել է։ Այսօր այս աշխատանքների մեջ երկրորդ մարտը եւս կա, որ կարող եմ ասել, ես Հայաստանում էի կամ ուրիշ տեղ ինքը Վենետիկում էր եւ Վենետիկից ամեն օր կարող էր զանգել եւ հարցնել ինչ եղավ մեր ուշ։ Այդ խստաբարո հայացքը Տահար Եղիան էր, որը այս երկու մարդկանց ենք մենք պարտական, որոնք ամեն ձևի կազմակերպեցին, որ հայագետները հասնեն գիտական այն կետին, ինչ ուզել են։ Այս երկու մարդկանց։ Մեկը Քեսաբից է, այսինքն ծնունդով է լիկեցի, երկրորդը պետոն ադանացի է, Եղիային ընտանիքը լիկեցի։ Այսօր այս երկու մարդ ունենք պարտական այսպիսի գիրք ունենալու համար։ Իրապես եմ ասում պարտական, բառի իմաստով։ Վերջը մենք կարող ենք գրքեր գրել, հոդվածներ գրել եւ այլն եւ կողքից նայելու ասել, մարդու պետք է սա, թե ուրիշ սերունդ պետք է։ Չէ, այս մարդիկը մեզ ասին, որ մեզ պետք է։ Ես ուզում եմ այս մարդկանց շնորհակալություն հայտնել բոլորիս անունից, իսկապես, որովհետեւ գիտական այն քայլը, որ արվեց այս մարդկանց կողմից, չեմ ասում ստիպողական, բայց հարգադրանքի տակ։ Այսօր կարող եմ միայն ասել, որ մեր կարելիությունը այս չափ է եղել, պակասը կլրացնեք, ավելորդը կհեռացնեք, իսկապես մեր կարելիություն, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք մեր ուժան եւ շնորհակալ
Ալենգատ մարտոց որ նշեցիր, հիմա գարձեմ երկու պատկամ ունենք, թե դեսայերիզով կամ զումով գարձեմ դեսայերիզ է, չէ՞։ Այո, ամերիկայեն, այո։ Բարի իրիգուն, այստեղ հավաքված ենք բարեհաճող արինթովնը, որ կպատրաստվեր քանի դասնամյակ է իվեր։ Ինձ համար մեծ պատիվ է բարեկամներուս Էլիզ Թաջիրյանին և Մերուժան Ղարաբեդյանին կողմէ հրավիրվել, քանի խոսք ըսելու վարք և պատմություն Թովմաջյան Մահտեսի Տեր Հովհաննիսի Կոստանդնոպոլսո Քիրքին նորակույն հրատարակության առիթով։ Հայտնությունը հեղինակությամբ հայ քոհարավաճառիմը, որ 18-րդ դարու կեսերուն 3 դասնամյակ շարունակ ճամփորդած է Ասիո, Եվրոպայի և Աֆրիկայի տարածքին, կարևոր իրադարձություն մնե հայագիտության մեջ, սակայն նաև կխտացնե կենսական ներդրումը Հնդկած օվկիանոսի սպիրկի ուսումնասիրություններու և համաշխարհային պատմության ավելի ընդարձակ գիտական զրույցներուն մեջ։ Ինչ որ ալելը Թովմաջանյանի աշխարհաքաղաքական, այսինքն կոսմոպոլիտ կյանքը և իր ինքնակենսագրական պատումը գրված հստակ և նրբագեղ գրաբար արձակով զինք կվերածեն բազմաթիվ աշխարհներու պատկանող մարդու։ Նկատի ունենալով, որ այստեղ շատեր արդեն ծանոթ են այս ադամանդի վաճառականին կյանքի արդասովոր կենսագրական շավիղին, դիտարկումներս պիտի ելան հագիրճ և պիտի սահմանափակվին 2 կամ 3 երևույթներով, որոնք այս գործը հատկապես ուշագրավ կդարձնեն գիտաշխատողներու համար։ Նախ, ուշադրության արժանի է Թովմաջանյանի գրության խառնածին սերը, մասամբ ինքնակենսագրություն, մասամբ ուղեգրություն և մասամբ պատմական ժամանակագրություն, Թովմաջանյանի վարք և պատմությունը լավագույնս կարելի է նկարագրել իբրև բաղադրյալ սեր, այսինքն composite genre։ Անիկա դիպական օրինակն է այն բանին, որ վերջին 4 տասնամյակներուն պատմաբանները անվանած են եսի փաստաթուղթ, or ego document, այսինքն ինքնահեղինակված պատումը կամ պատումներ, որ հազվագյուտ խոր ըմբռնումներ գնցեր է հեղինակին շարժումներուն, ներքին կյանքին, ցկտումներուն և նույնիսկ երազներուն մասին։ Նկատի ունենալով Թովմաջանյանի ուղևորություններուն աշխարհագրական լայն զիրը, զանազան համայնքներու հետ իր հանդիպությունները, հայկական թե այլ, և իր թերը իբրև քոհարավաճառ, այս աշխատությունը հարատև հետաքրքրության անարգա պիտի ելա ոչ միայն հայագետներու համար, այլև համաշխարհային պատմաբաններու և ուրիշ գիտնականներու անշուշտ։ Ավերին անիկա յուրահատուկ դեղ մը կգրավե հայ գրական և մշակութային պատմության մեջ։ Անիկա հայու գրիչով գրված երկրորդ ինքնակենսագրական գործը կարելի է սեբել, առաջինը անշուշտ ըլլալով Հովսեփ Էմինի կյանքը և արգածախնդրությունները, այսինքն The Life and Adventures of Joseph Emin, written in English by himself, որ ծնունդ առած է միայն մի քանի տարի առաջ Թովմաջանյանի գործեն, այսինքն 1792-ին, և հավանական է, որ իր ներկայությունը ունեցած է Թովմաջանյանի չանկերուն վրա։ Էմինի հուշագրության պես այս մեկը ևս զարմանալիորեն գրված է 3-րդ դեմքով։ Երկրորդ, գրությունը այն քիչ ծանոթ ուղեգրություններեն կամ հուշագրություններեն է, որ գրի առնված է այս ժամանակաշրջանին ապրած ոչ եվրոպացի հեղինակի կողմեն։ Իբրև այդպիսի
իբրև այդպիսին անիգա հանձվակյուտ եւ անքին աղբյուր մնե նոր ձևավորվող համաշխարհային մանրավատության բնագավառին մեջ աշխատող պատմաբաններու համար դներեք անգլերեն թարգմանությունը անկասկած լայն հետաքրքրություն պիտի ստեղծի հատկապես վաղ արդի շրջանի պատմաբաններու համար եւ եթովպիո պատմություն օրինակ հետազոտողները արդեն անժեքավոր կդածեն Թովմաջանյանի երկարաձգված գեցությունը Գոնդարի արքունիին մեջ ուր ուշակրավ թիղ գավայելեր իբրև ոսկերիչ եւ թակուի հավատարիմ անձ երրորդ եւ թերևս ամենա դպավորիչը քրության ընկերակցող զավալուն եւ մանրագրգիտ պատրաստված համապարփակ ծանոթագրություններն են չափազանցություն պիտի չլար ասելով որ ծանոթագրությունները ինքնին կգազմեն քիդական աշխատությունը գարույցին դարողությունը ճշգրտությունը եւ բազմահմուտ բնույթը ուշակրավ լալե բագաս չեն այս արկասիկը հսկայական անժեք պիտի ներկայացնե հայկական սպիրկը կամ վաղ աշխարհի ավելի լայն շրջակիցերը ուսումնասիրողին համար թույլվեք եզրափակել խոսքերս սերդանց շնորհավորելով Էլիզին եւ Մերուժանին իրենց քիդական հզոր նվիրումին եւ զոհաբերության համար որ ծնունդ տվավ այս կոթողային կորձին 2026 թվականին Կարնան պիտի գազմագերբեմ UCLA ուր որ անշուշտ հայոց վարդյան ամբիոնի վարիչ եմ գիտաժողովը նվիրված վաղ արդի շրջանի հայոց պատմության եւ այդ գիտաժողովի ընթացքին արդեն մտադրած եմ գլոր սեղանի նման բան գազմագերբել հրավիրելով մասնակիցներ եւ անշուշտ ներհեղինակները որովհետեւ մեր քաղաքապարները իրարու հետ բաժնենք ինչ որ այսպիսով բաղեմ խոսքերս շնորհակալություն ցեզի Քանի որ չէի գիտեր ով պիտի լար առաջին խոսողը պրոֆեսոր Սեբու Ասլանյանն է Կալիֆոռնիա Լոս Անջելեսի համալսարանի դասախոս եւ հանրազանոթ մասնակետ նոր ջուրայի եւ արևդրի բատմակության մեջ ինչպես նաեւ դպակրության պատմության մագզեներս հիմա քանի որ գիտեմ որ երկու գար եւ մաթեմատիկի մեջ շատ զորավոր եմ գարձեմ գրնամ քուշակել երկրորդը ով պիտի լա Ասվարգյանից եւ իր մագանունն Տաջիրյան է մդիգնենք Բարի երեկո բոլորին, անունս Սոնա Թաջիրյան է եւ ես 17-18-րդ դարերի հայոց եւ համաշխարհային պատմության մասնագետ եմ, ատենախոսությունից վերջերս պաշտպանել եմ հայ վաճառականական նոր ջուղի հայ վաճառականական ցանցի մասին եւ ավելի կոնկրետ իրենց ներգրավվածության մասին համաշխարհային թանկարժեք քարերի առևտրի մեջ շատ շնորհակալ եմ եւ ուրախ որ մի քանի րոպե ունեմ այսօր անդրադառնալու Հովհաննես Թովմաջանյանի ըստիս տարակազմիկ հայ պատմագրության համար հրատարակությանը քանի որ վստահ եմ որ ինձ առաջ ելույթ ունեցողները ինչպես նաև ինձ հետո ելույթ ունեցողները անդրադարձած կլինեն Թովմաջանյանի կենսագրական տվյալներին ինչպես նաև իր ուղեգրության ժանրային տվյալներին եւ արդեն դուք համատեքստ ունեք հասկանալու կարեւորությունը այս աշխատության ես կուզեի իմ մասնագիտական անդրադարձը անել եւ քննարկել Թովմաջանյանին որպես գոհարավաճառ Թովմաջանյանը գոհարավաճառ էր կամ քարեր թանկարժեք քարերի վաճառական կամ ժամանակակից ավելի տերմինով քարերի դիլեր եւ ինչով է հետաքրքիր իր աշխատությունը հենց այս տեսանկյունից նախ եւ առաջ պետք է նշել որ
գոհարավաճառները հատկապես այս դարաշրջանում բացարձակ հազվագյուտ երևույթ չէին հայոց մեջ, շատեր կարող եք մտածել, որ այդպես էր, բայց այդպես չէր։ 17-18-րդ դարերում հայ վաճառականները հիմնականում նոր ճյուղայի հայ վաճառականական ցանցից սերած վաճառականները շատ հայտնի էին համաշխարհային շուկաներում որպես բավական ազդեցիկ թանկարժեք քարեր վաճառողներ նրանց հետ ազդեցիկ եւ կարեւոր էին նույն ժամանակ իհարկե հրեաները եւ սեֆարդի եւ աշքենազի ինչպես նաեւ ամենամեծ խաղացողները այս շուկայում արևելահնդկական ընկերություններն էին որոնք ժամանակակից մեծ կորպորացիաների դեր էին կատարում հայ վաճառականների ներգրավվածության մասին թանկարժեք քարերի համաշխարհային առևտրում մենք մինչև վերջերս գրեթե չգիտեինք, բայց վերջին տարիների ընթացքում բացահայտում ենք, որ հայ վաճառականների համար մետաքսից եւ տեքստիլի, ընդհանրապես տեքստիլներից եւ այլ ապրանքներից բացի եւ որոշ դեպքերում հիմնական էքսկլյուզիվ ուրեմն ապրանքը, որը որ նրանք վաճառում էին, հենց թանկարժեք քարերն էին։ Այս առումով Թովմաջանյանը բացառություն չէ, բայց հետաքրքիր է քննարկման տեսանկյունից նախ եւ առաջ, որովհետեւ մեր ունեցած տեղեկությունները հայ գոհարավաճառների մասին հիմնականում գալիս են 1670-ականներից մինչև 1740-50-ականները եւ նոր ճյուղայից դուրս եկած վաճառականների ուրեմն արխիվային դոկումենտներից այս պարագայում Թովմաջյանը գալիս էր Օսմանյան կայսրությունից եւ այդ տեսանկյունից իհարկե տրամադրած տեղեկությունները շատ հետաքրքիր են։ Թանկարժեք քարերի, կիսաթանկարժեք քարերի նկատմամբ հետաքրքրությունը հայոց պատմագրության մեջ դեռևս սկսել էր վաղ միջնադարից, տեղեկություն ունենք միջնադարից, վաղարդի շրջանից, այսինքն 1500-1800 թվականներից մոտավորապես, անթիվ անհամար ուրեմն ակնարկներ կան քարերին եւ նրանց հիմնականում բուժիչ հատկություններին, մատենադարանում պահվող տասնյակ ձեռագրեր կան, որտեղ պարունակվում են տեղեկություններ ուրեմն քարերի միներալների մասին եւ ինչ մոգական կամ բուժիչ հատկություններ ունեին դրանք բայց Թովմաջյանի ակնարկը քարերին շատ տարբերվում է այդ տեղեկություններից իհարկե ուրեմն իր ուղեգրության վերջում Թովմաջյանը հատուկ մի ուրեմն հավելված ունի որը նվիրում է տարբեր քարերի թվարկմանը եւ քարերը բաժանում են 3 մասի։ Առաջին մասը գոհար քարերն էին կամ ինչպես մենք այսօր կանվանեինք թանկարժեք քարերը։ Երկրորդ մասը կիսաթանկարժեք քարերն էին, որոնք որոշները այնքան կիսաթանկարժեք չեն համարվում այսօր։ Եվ երրորդը նա անդրադառնում է ուրեմն կենթանական ծագում ունեցող քարերին, այսպես կոչված, օրինակ կորալ, մարջան կամ ուրեմն սադավ եւ այլն։ Ժամանակի խստության պատճառով մենք իհարկե հնարավորություն չունենք անդրադառնալու մի քանի դեպքերի, որտեղ Թովմաջանյանը փորձում է թանկարժեք քար կամ զարդեր վաճառել տարբեր իշխանների, արքաների, թագուհիների եւ այլն։ Քանի որ այդ բանակցային process-ը, որը որ տեղի էր ունենում Թովմաջանյանի եւ իր հաճախորդների միջև, շատ լավ տեղեկություններ մեզ կարող էր տալ Թովմաջյանի պրոֆեսիոնալիզմի մասին որպես գոհարավաճառ, իր վաճառած ապրանքները շատ բարձր գներ ունեին եւ հետեւաբար այդ բանակցային process-ը շատ կարեւոր էր եւ հաճախ հաջողությամբ չէր ավարտվում։ Բայց եթե նայենք այն նկարագրություններին, որոնք որ Թովմաջանյանը տալիս է քարերին իր հավելվածի մեջ, ապա կտեսնենք, որ մի քանի տեսանկյունից է մոտենում քարերին Թովմաջանյանը, մեկը դրանց ֆիզիկական հատկությունն է, արդյոք պինդ են, թե փափուկ են եւ այլն։ Թովմաջյանը հաճախ նկարագրում է գույնը կամ ինչ տեսակի գույն ունեին այս քարերը, լինի ադամանտ, սաֆիր, փիրուզ, մարգարիտ եւ այլն։ Եվ որը ամենահետաքրքիրն է շուկայական հատկությունները այս քարերի, այսինքն
որտեղ էին ավելի ուրեմն որտեղ են ավելի շահով վաճառվում, որտեղ ավելի շահով վաճառվում տվյալ քարը, որտեղից կարելի է ավելի էժան գնով գնել այդ քարերը, ինչ հանքերից են գալիս, ինչ ճաշակ է տիրում այդ պահին, օրինակ նույն եվրոպական շուկաներում կամ ասիական շուկաներում տվյալ քարի նկատմամբ կամ տվյալ գույնի նկատմամբ։ Եվ շատ հետաքրքիր է, որովհետև ի տարբերություն մյուս ակնարկների հայ պատմագրության մեջ, որոնք որ ես նշեցի, այդ քարերի կամ միներալների ցանկերի հաճախ նաև թարգմանված, օրինակ Գևորգ Դպիր Պալատեցու աշխատանքը, որը ամենայն հավանականությամբ թարգմանություն է պարսկերենից, սրանք հիմնական կոչվում էին ջավահիրնամաներ, շատ տարբեր է այդ տեսանկյունից, որովհետև ամենայն հավանականությամբ գրվել է հենց իր փորձի հիման վրա եւ հենց ինքը Թովմաջանյանը ասում է եւ ես մեջբերում եմ եւ զայս եւս գիտասչիկ որ աստ են գրյալք ոչ եթե աստի եւ անդի լսելով կամ ժողովյալ գրեցի այլ եւս անձամբ գնացյալի հնդիկս փորձարյալ գնով գնյալ գործածի եւ վերյալ Եվրոպիա եւ Կոստանդնուպոլիս վաճառյալը մեծամեծ շահով մեջբերման ավարտ այսինքն ասում եմ որ իմացեք որ ինչ որ գրել եմ ոչ թե այստեղից այնտեղից լսելով կամ ժողովելով եմ գրել այլ ինքս անձամբ գնացել եմ Հնդկաստան փորձ եմ ունեցել վաճառել եմ գնել եմ տայել եմ Եվրոպա եւ Կոստանդնուպոլիս եւ մեծ շահով վաճառել եմ իհարկե գոհարավաճառների համար ինչպես այս ժամանակաշրջանում այդպես էլ հիմա ամենամեծ ուրեմն ցուցանիշը իրենց հաջողության հնարավորինս էժան գնել ներքարել առանց խապնվելու եւ հնարավորինս մեծագույն շահով դրանք վաճառելներ ամփոփելու համար ասեմ որ Թովմաջանյանի ուղեգրությունը գոհարավաճառության գոհարաբանության գեմոլոգիա եւ քարերի առևտրի համաշխարհային առևտրի պատմության տեսանկյունից բոլոր տեսանկյուններից ֆանտաստիկ կարևորություն ունի կարևորությունից մեկը որը կարող ենք կիրառել այսօր այն է որ գոհարավաճառության ուրեմն տեխնիկան ընդհանրապես բավական այսպես ծածուկ տեխնիկա է կամ գոհարավաճառության մասնագիտությունը եւ ցանկացած ինֆորմացիա որը մենք կարող ենք ստանալ պատմությունից գոհարավաճառության մասին անչափ կարևոր է եւ փորձում եմ եւ հնարավորություն է ստեղծում որ մենք ավելի լավ հասկանանք ժամանակակից գոհարավաճառությունը գոհարաբանության կամ գեմոլոգիայի տեսանկյունից Թովմաջյանի տեղեկությունները շատ կարևոր են ուրեմն տարբեր քարերի ծագման տեսանկյունից թե ենթադրենք 1700-ականներին որ կարևոր հանքից էր դուրս գալիս որ հանքերն էին շահագործվում այդ ժամանակ եւ այլն քանի որ ինչպես Թովմաջանյանի ժամանակակիցների մոտ այնպես էլ այսօր ժամանակակից գոհարավաճառների համար թանկարժեք քարի ծագումը եւ հանքը ինչպես նաեւ գույնը եւ ֆիզիկական հատկությունները որոշում են դրանց գինը եւ այդ տեսանկյունից Թովմաջյանի ուղեգրությունները շատ մեծ կարևորություն ունեն այսքանը շնորհակալ եմ եւ ձեզ մաղթում եմ բարի երեկո բոլորին Արտուր Մեսճանի երկ մգա որ շատ հույս չի դար գոչվի ահա եւ վերջ այսօր սակայն հույսով լեցված ենք որովհետեւ աս խոսքերեն էդո հյուրասիրություն մգա եւ վերջավորության հասած չենք ցեզի գհրավիրեմ միանալու շնորհավորելու հերինակները եւ եթե գշիր կսիրեք գնաք անշուշտ հադոր մագնել եւ արդեն ծեր մգանները զորացնել շնորհակալ ենք որ եկած եք այսօր բարի երեկո